Երանյան երկնաքերներից մեկի կտուրին մի մեծահարուստ զվարճանում է, նվաստացնելով աղքատ մորն ու իր որդուն։ Սակայն նա չի էլ կասկածում, որ տղան մի տաղանդ ունի, որը փլուզելու է իր ամբարտավանությունը։ Այդ բացահայտումը ընդմիշտ կփոխի նրանց երկուսի կյանքը։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, հայտնել մեզ, թե որ քաղաքից եք մեզ դիտում, մենք շարունակում ենք։ Խոստանում եմ, որ սա կլինի լավագույն պատմությունը, որը երբեք լսել եք ձեր կյանքում, Երանի սրտում, որտեղ երկնաքերերը բետոնե ապակե նիզակների պես ծակում են երկինքը, վեր է խոյանում հյուսիսային պողոտայի ամենատպավորիչ շենքը։ Վերջին հարկում նախագահական աշխատասենյակը տիրում է քաղաքային լանդշաֆտին, ամպերի մեջ կախված գահի պես։ Այնտեղ Վարդան Սահակյանը կառուցել էր իր կայսրությունը, ոչ միայն դեղամիջոցների դեղագործական արտոնագրերի, այլ մարդկային կյանքերի ճակատագրերի վրա բացարձակ իշխանության կայսրությունը։ Վարդանը 48 տարեկան էր, ուներ $500 միլիոն գնահատվող կարողություն։ Նրա ուղին տնտեսական թերթերում ներկայացվում էր որպես հաջողության, ձեռնարկատիրական տեսլականի բիզնես հանճարի օրինակ։ Սակայն տպավորիչ թվերի ամսագրերի շապիկների հետում թաքնված էր մի դատարկ մարդ, որին կրծում էր մի անդունդ, որը աշխարհի ոչ մի փող չէր կարող լցնել։ Նրա հարստությունը միայն նյութական չէր։ Այն նա էմոցիոնալ էր, բայց բառի ամենավատ իմաստով։ Վարդանը սնվում էր ուրիշների ցավով, իր իսկ պատճառած տառապանքով, այն նվաստացումով, որը պարտադրում էր նրանց, ում համարում էր իրենից ցածր։ Նրա աշխատասենյակը սեփական էգոյի հուշարձանն էր։ Իտալիայից ներկրված մարմարով պատված պատերը քաղաքի լույսերը արտացոլում էին մութ հայելիների պես։ Հայտնի արվեստագետների կտավները զբաղեցնում էին յուրաքանչյուր ազատ տարածք, ոչ թե արվեստի հանդեպ սիրուց, այլ այն պատճառով, որ դրանց աստղաբաշխական գները հաստատում էին նրա գերազանցությունը։ Հաստատուն ընկուզենու փայտից կոփված ապակուց պատրաստված աշխատասեղանը 10 հոգու համար նախատեսված ճաշասեղանի չափ էր։ Հատակից մինչ առաստաղ ձգվող պատուհանները Երանի 360 աստիճան համայնապատկերն էին բացում, անդադար հիշեցնելով նրան, որ ինքը բոլորից վեր է, ուղղակի, փոխաբերական իմաստով։ Վարդանը հարուստ չէր ծնվել։ Նրա ծագումը համեստ էր, Գավառի գյուղերից մեկի արտրականների ընտանիքից։ Սակայն այդ հիշողությունը, փոխանակ կարեկցանք սերմանելու, վերածվել էր վառելիքի, աղքատների հանդեպ նրա արամարանքի համար։ Նրա համար աղքատությունը ընտրություն էր, բնավորության թերություն, ստորադասության ապացույց։ Նա հաղթել էր, հետաբար բոլորն էլ կարող էին հաղթել։ Իսկ եթե չէին հաղթում, ուրեմն արժանի չէին։ Այդ հինգշաբթի առավոտյան Վարդանը գրասենյակ հասավ ժամը 7-ից առաջ, ինչպես միշտ։ Նա սիրում էր այնտեղ լինել, երբ քաղաքը դեռ արթնանում էր, երբ կարող էր ներքում դիտել մարդկային մրջյունների ամենօրյա վազվզոցը։ Նա նստում էր իր իտալական կաշվե բազկաթոռին, պատրաստում իր էսպրեսո սուրճը շվեյցարական մեքենայով, որն ավելի թանկ արժեր, քան սովորական մեքենան, վայելում էր մենության ու իշխանության այդ պահերը։ Բայց Վարդանը երբեք իսկապես մենակ չէր։ Ավելի քան 12 տարի, միշտ առավոտյան ժամը 7:30-ից առաջ, Անահիտ Սարգսյանը գալիս էր նրա գրասենյակը մաքրելու։ Անահիտը 45 տարեկան էր, նրա պատմությունը լի էր լրակյաց զոհողություններով։ Նրա դեմքին խորը կնճիռներ կային, որոնք միայն տարիքով չէին բացատրվում։ Դրանք օրական 18 ժամ անդադար աշխատանքի, քունը խլող մտահոգությունների մի հոգնածության հետքեր էին, որը դարձել էր նրա էության մշտական մասը։ Նրա մուգ կապույտ համազգեստը գունաթափված էր մի քանի տեղից կարկատված։ Սպիտակ կոշիկները, որոնք պարտադիր էին աշխատանքի համար, կողքերից պատռված էին, իսկ ներբանները մաշված այդ շքեղ շենքի միջանցքներով քայլելուց։ Անահիտը տանում էր իր մաքրության սայլակը խաչ կրողի պես, հրելով այն պարսկական գորգերի մարմարե հատակի վրայով գրեթե կրոնական երկյուղածությամբ, կարծես մի տաճարում լիներ, որտեղ նրա ներկայությունը հանդուրժվում էր, բայց երբեք ցանկալի չէր։ Այս բոլոր տարիների ընթացքում Վարդանը երբեք մի բարի խոսք չէր ասել Անահիտին։ Նրա համար կինը կահույքի մի մասն էր, նույնքան անտեսանելի, որքան լուսամփոփները կամ պատի նկարները։ Երբ ինչ-որ բան էր պետք լինում, նա մատով ցույց էր տալիս կամ չոր հրամաններ տալիս, նույնիսկ չնայելով նրա կողմը։ Անահիտը սովորել էր դառնալ էլ ավելի անտեսանելի, կանխատեսել նրա կարիքները, առանց հարցնելու, անհետանալ հենց այն վայրկյանին, երբ նա սենյակ էր մտնում։ Բայց այդ հինգշաբթին տարբեր էր լինելու։ Ինչ-որ բան էր պատահելու, որը հավերժ կփոխեր այդ երկու մարդկանց կյանքը, ովքեր ապրում էին նույն տարածքում, բայց բոլորովին հակադիր տիեզերքներում։ Անահիտը 4 երեխա ուներ։
Նրանցից 3-ն արդեն մեծ էին, աշխատում էին կամ փորձում ավարտել երեկոյան ուսումը, օրվա ընթացքում պատահական աշխատանքներ անելով։ Բայց Նարեկը, նրա 11 տարեկան կրտսերը, դեռ ամեն ինչում կախված էր նրանից։ Եվ այդ առավոտ Անահիտը ոչ մեկի չուներ, որի մոտ նրան թողներ։ Հարանուհին, ով սովորաբար նրան վերցնում էր դպրոցից պահում մինչ Անահիտի վերադառնալը, հիվանդ էր։ Անահիտի քույրը մեկնել էր քաղաքից։ Իսկ Նարեկի դպրոցում այդ օրը ուսուցիչների գործադուլ էր։ Անահիտը շենք հասավ առավոտյան 6:30, ինչպես միշտ, բայց այս անգամ մենակ չէր։ Նրա կողքին քայլում էր Նարեկը, խոշոր ու արտահայտիչ աչքերով մի նիհար տղա, ով շրջապատն ուսումնասիրում էր այնպիսի հետաքրքրասիրությամբ, որը հակասում էր մոր դեմքի հոգնածությանը։ Նա հագել էր մաշված դպրոցական համազգեստ, որի տաբատի կտորը փայլում էր մաշվածությունից, մարզակոշիկներ, որոնք իր ոտքից 2 չափս մեծ էին, դիտավորյալ այդպես գնված, որպեսզի երկար դիմանան, երբ ինքը մեծանա։ Շենքի պահակը, Հովհաննես պապիկը, լավ էր ճանաչում Անահիտին, աչք փակեց, տեսնելով տղային։ Բայց ցածր ձայնով զգուշացրեց, որ զգույշ լինի, քանի որ պարոն Վարդանը չի սիրում անկարգություններ, կարող են խնդիրներ առաջանալ։ Անահիտը գլխով շնորհակալություն հայտնեց Նարեկին, տարավ հետնամուտքով, նույն դռնով, որից օգտվում էր ամեն օր, նախատեսված մաքրուհիների առաքիչների համար։ Երբ հասան 42-րդ հարկ, Անահիտը Նարեկին նստեցրեց սպասարկման փոքրիկ միջանցքի աթոռին, նախագահական սենյակից հեռու։ Նրան տվեց անձեռոցիկի մեջ փաթաթված կարագով հաց տնից բերած հյութի մի փոքրիկ շիշ։ Խնդրեց, որ այնտեղ հանգիստ նստի, աղմուկ չանի, ոչ մի դեպքում այդտեղից դուրս չգա։ Նարեկը խոստացավ։ Նա հնազանդ տղա էր, փոքրուց սովոր էր ինքնուրույն գլուխ հանել։ Մինչ մայրը ներս էր մտնում աշխատանքը սկսելու, նա պայուսակից հանեց մի հին գիրք, որը վերցրել էր Էրեբունի թաղամասի համայնքային գրադարանից։ Դա հին քաղաքակրթությունների մասին գիրք էր, լի տաճարների քարե քանդակների լուսանկարներով։ Նարեկը կլանում էր այդ էջերը մի քաղցով, որը ոչ թե ուտելիքի, այլ գիտելիքի քաղց էր։ Դեռ շատ փոքրուց Նարեկը դրսորել էր արտակարգ բանականություն։ Նա ինքնուրույն կարդալ էր սովորել 5 տարեկանում, միացնելով ապրանքների տուփերի փողոցային ցուցանակների տառերը։ Դպրոցում, չնայած հանրային կրթության բոլոր դժվարություններին, նա միշտ առանձնանում էր։ Ուսուցիչներն ասում էին, որ նա ձիրք ունի, որ նա հատուկ է կարող է հեռուն գնալ, եթե հնարավորություններ ունենա։ Բայց հնարավորությունները հենց այն էին, ինչ պակասում էր Նարեկի կյանքում։ Նախագահական սենյակի ներսում Անահիտը սկսում էր իր առօրյան։ Նախ դատարկեց աղբամանները։ Հետո խոնավ շորով սրբեց կահույքը, զգույշ լինելով, որ ոչինչ տեղից չշարժի։ Վարդանը մանրախնդիր էր, նկատում էր ցանկացած չնչին փոփոխություն։ Նա մաքրեց պատուհանների ապակիները ճշգրիտ շրջանած շարժումներով, հետո փոշեկուլով մաքրեց գորգը, դասավորեց ամսագրերը սեղանի վրա, վերջապես փայլեցրեց դռան բռնակների մետաղական մասերը։ Վարդանը նստած էր իր սեղանի մոտ, կենտրոնացած համակարգչի էկրանին, բայց Անահիտը գիտեր, որ նա նկատում է իր ամեն մի շարժումը։ Նա ժամանակ առ ժամանակ զգում էր նրա հայացքի ծանրությունը, մի հայացք, որը ոչ թե հետաքրքրություն էր, այլ արամարանք, ինչպես մեկը, ով դիտում է մի միջատի, իր բնազդային ֆունկցիաները կատարելիս։ Հենց այն պահին, երբ Անահիտն ավարտում էր շորերն ու մաքրող միջոցները սայլակի մեջ դասավորելով, Նարեկը հայտնվեց դռան մոտ։ Տղան վերջացրել էր ուտելը, կարդացել էր գրքի մի քանի էջ, համակված երեխաներին բնորոշ անկառավարելի հետաքրքրասիրությամբ որոշել էր գտնել մորը։ Նա չգիտեր, որ ծանր խախտում է անում, որ այդ տարածքը արգելված է իր նման մարդկանց համար։ Վարդանը բարձրացրեց աչքերը համակարգչից, տեսավ դռան մոտ կանգնած տղային։ Նրա առաջին զգացումը բարկությունն էր։ Բայց հետո, երբ նայեց այդ տեսարանին, այդ մաշված հագուստին, փոքր ոտքերի վրայի հսկայական կոշիկներին, կարկատված պայուսակին, նրա ներսում ինչ-որ ավելի մութ բան արթնացավ։ Դա կատարյալ առիթ էր իր սիրելի խաղի համար։ Անահիտը քարացավ, տեսնելով որդուն դռան մոտ։ Նրա դեմքը գունատվեց, նա վազեց դեպի տղան, քաշելով նրա թից, խեղդվող ձայնով ներողություն խնդրելով, ասելով, որ դա այլևս չի կրկնվի, որ ինքն արդեն գնում է։ Բայց Վարդանը բարձրացրեց ձեռքը, խնդրելով սպասել։ Նրա դեմքին մի տարօրինակ ժպիտ կար, ժպիտ, որը չէր հասնում աչքերին։ Նա Անահիտին ասաց, որ հանգստանա, որ խնդիր չկա, որ նա կարող է տղային բերել այնքան, որքան պետք է։ Հետո նա առաջին անգամ դիմեց Նարեկին։ Ինչ է անում, տղա, հարցրեց Վարդանը մեղմ ձայնով, որը հակասում էր նրա աչքերի սառը փայլին։
Նարեկ, պատասխանեց տղան, ուղիղ նայելով նրան, առանց այն հնազանդության, որը Վարդանն ակնկալում էր տեսնել։ Նարեկ։ Գեղեցիկ անուն է, ասաց Վարդանը, վեր կենալով աթոռից դանդաղ քայլելով դեպի տղան։ Իսկ ինչ ես անում, քանի դեռ մայրդ աշխատում է, Նարեկ։ Այդպիսի բաներ ես կարդում, նա մատնացույց արեց գիրքը, որը Նարեկը սեղմել էր կրծքին։ Այո, պարոն։ Ես շատ եմ սիրում կարդալ, պատասխանեց Նարեկը։ Վարդանը կարճ, անհոգի ծիծաղ տվեց։ Սիրում է կարդալ։ Ինչ հետաքրքիր է։ Իսկ ասա ինձ, Նարեկ, դու խելացի՞։ Ես։ Դպրոցում լավ ես սովորում։ Այո, պարոն։ Դասարանի առաջինն եմ, ասաց Նարեկը պարզությամբ, առանց հպարտության կամ սնապարտության, պարզապես փաստն արձանագրելով։ Դասարանի առաջինը։ Տպավորիչ է, ասաց Վարդանը, բայց նրա տոնից պարզ էր, որ նա իրականում տպավորված չէր։ Դա բարության քողի տակ թաքնված ծաղր էր։ Տեսնում ես, Անահիտ, դու տանը հանճար ունես ու չգիտեիր։ Անահիտը ձեռքերն իրար էր սեղմում, նյարդայնացած, ցանկանալով անհետանալ այդտեղից, տանել որդուն, քանի դեռ մի վատ բան չէր պատահել։ Նա ճանաչում էր տիրոջ ձայնի այդ տոնը։ Նա նախկինում էր տեսել, թե ինչպես է նա նվաստացնում աշխատողներին, ինչպես է կործանում մարդկանց պարզապես այն պատճառով, որ կարող է։ Գիտես, Նարեկ, ես նույնպես շատ եմ սիրում գիտելիքը, շարունակեց Վարդանը, պտտվելով տղայի շուրջը, ինչպես գիշատիչը, որն ուսումնասիրում է իր զոհին։ Ես հաջողակ մարդ եմ հենց այն պատճառով, որ միշտ շատ եմ սովորել, միշտ ձգտել եմ իմանալ։ Ի դեպ, թույլ տուր քեզ մի հետաքրքիր բան ցույց տալ։ Վարդանը մոտեցավ կողպված մի պահարանի, բացեց այն մի հին փաստաթուղթ հանեց, պաշտպանված թափանցիկ պլաստիկ թաղանթով։ Դա ժամանակից դեղնած թղթի վրա ձեռագիր տեքստ էր, ծածկված նշաններով, որոնք նման էին բարդ անհասկանալի պատկերների։ Գիտես սա ինչ է, տղա, հարցրեց Վարդանը, փաստաթուղթը բռնելով չափազանցված զգուշությամբ, կարծես դա աշխարհի ամենաթանկարժեք իրն էր։ Նարեկը նայեց թղթին, կիտեց հոնքերը, կենտրոնացած։ Նման է չինարենի։ Ոչ, սա տարբեր է։ Ավելի հին է թվում։ Վարդանը մի պահ զարմացավ պատասխանից։ Շատ ապրես։ Սա դասական մանդարին է, չինական գրի հինց։ Ես այս փաստաթուղթը ձեռք եմ բերել մի քանի շաբաթ առաջ։ Գիտես որքան եմ վճարել դրա համար։ $50,000։ Իսկ գիտես ինչու։ Որովհետև նույնիսկ Հայաստանի լավագույն թարգմանիչները չկարողացան այն ամբողջությամբ վերծանել։ Սա չափազանց հազվագյուտ բարդ տեքստ է։ Նարեկը աչքը չէր կտրում փաստաթղթից։ Այդ նշանների մեջ ինչ-որ բան կար, որը նրան հիպնոսացնում էր, մի տեսակ տեսողական կոդ, որը նրա միտքը բնազդաբար փորձում էր վերծանել, կարծես կանգնած լիներ մի անդիմադրելի գլուխկոտրուկի առաջ։ Վարդանը նկատեց տղայի հետաքրքրությունը, նրա դաժան ժպիտն ավելի լայնացավ։ Դե ինչ, Նարեկ, քանի որ դու այդքան խելացի ես, այդքան սովորող, ինչ կասես մի մարտահրավերի մասին։ Գրած կգամ, որ դու չես կարող ինձ նույնիսկ մի բառ ասել, թե ինչ է այստեղ գրված։ Գրած կգամ, որ քո դասարանի առաջինի խելքը ոչ մի բանի պետք չէ իրական աշխարհում։ Ինչ կասես։ Անահիտը մի քայլ առաջ եկավ, ցանկանալով միջամտել, բայց Վարդանը նրան լռեցրեց կտրուկ հայացքով։ Նարեկը, իր հերթին, աչքը չթեքեց փաստաթղթից։ Այդ պատկերների, այդ ձերի մեջ ինչ-որ բան կար, որը խոսում էր նրա մտքի խորքային մի մասի հետ։ Կարող եմ ավելի մոտիկից նայել, հարցրեց Նարեկը մի այնպիսի հանգստությամբ, որը զարմացրեց նույնիսկ իր մորը։ Վարդանը, զվարճանալով այդ մանկական համարձակությունից, փաստաթուղթը տվեց տղային։ Իհարկե, ինչքան ուզում ես նայիր։ Նույնիսկ կարող ես տուն տանել, եթե կարողանաս մի բան կարդալ։ Նարեկը զգուշությամբ վերցրեց թուղթը, մոտեցրեց աչքերին, սկսեց ուսումնասիրել յուրաքանչյուր մանրուք։ Նրա մատները օդում գծում էին նշանների ուրվագծերը, առանց թղթին դիպչելու։ Նրա շնչառությունը հանգիստ էր, դեմքը լիովին կենտրոնացած։ Եվ հետո մի արտառոց բան պատահեց։ Այս նշանը այստեղ, ասաց Նարեկը, մատնացույց անելով փաստաթղթի վերին անկյունի մի սիմվոլ, նշանակում էր երկինք կամ երկնակամար։ Իսկ սա կողքինը ջուր է։ Միասին դրանք կազմում են մի արտահայտություն, որը խոսում է վերում գտնվողի ներքում գտնվողի միջ հավասարակշռության մասին։ Վարդանի ժպիտը սկսեց անհետանալ։ Դու հորինում ես, տղա։ Պարզապես գուշակում ես։ Ոչ, պարոն, պատասխանեց Նարեկը նույն հանգստությամբ։
Անցյալ տարի մեր պատմության ուսուցիչը դասարան էր բերել հին Չինաստանի մասին գրքեր։ Ես մի քանիսը վերցրեցի ու բոլորը կարդացի։ Մեկի մեջ սովորեցնում էին հիմնական հիերոգլիֆները։ Ես դրանցից շատերը անգիր արեցի։ Նա համացանցում տեսանյութեր կան, դպրոցի գրադարանում մենք կարող ենք օգտվել համակարգիչներից։ Ես միշտ փնտրում եմ հին լեզուների մասին։ Անահիտը ապշած էր։ Նա գիտեր, որ որդին սիրում է սովորել, բայց չէր պատկերացնում, որ նա այդքան խորացել է այդ հետաքրքրությունների մեջ։ Նարեկը երբեք չէր ասել, որ չինարեն կամ որե արելյան լեզու է սովորել։ Վարդանը զգաց, որ իր ներսում ինչ-որ անհանգստացնող բան է շարժվում։ Ամեն ինչ չէր ընթանում այնպես, ինչպես ինքն էր ծրագրել։ Նա ակնկալում էր տեսնել տղայի ձախողումը, նրա նվաստացումը, հուսահատությունից լաց լինելը։ Բայց ահա նա կանգնած էր կարդում էր մի փաստաթուղթ, որը մասնագետները չէին կարողանում վերծանել։ «Շարունակիր», հրամայեց Վարդանը, նրա ձայնն այժմ ավելի կոշտ էր։ Նարեկը շարունակեց ցույց տալ նշանները, բացատրելով դրանց անհատական իմաստները, թե ինչպես են դրանք համակցվում, կազմելով ավելի բարդ հասկացություններ։ Նա խոսում էր գրի կառուցվածքի մասին, այն մասին, թե ինչպես են գծերը ներկայացնում վերացական գաղափարներ, թե ինչպես են որոշ սիմվոլներ, պիկտոգրամներ, որոնք ծագել են բնության պատկերներից։ Նրա ձայնը վստահ էր, դատողությունը հստակ, ըմբռնումը տպավորիչ նման պատանի որակյալ կրթության հնարավորություն չունեցող մեկի համար։ Մի քանի րոպե անց Նարեկը կանգ առավ, նայեց Վարդանին։ Ամեն ինչ չեմ կարողանում կարդալ, որովհետև կան նշաններ, որոնք երբեք չեմ տեսել, իսկ որոշներն էլ շատ են ջնջվել։ Բայց տեքստը խոսում է խոնարհության իսկական իմաստնության կարողության մասին։ Ասում է, որ այն մարդը, ով իրեն ուրիշներից վեր է դասում, իրականում ամենադգետն է բոլորից։ Հաջորդած լռությունը կապարի պես ծանր էր։ Վարդանը գունատվել էր, ձեռքերը բռունցք դարձրած սեղմել էր մարմնին։ Նա առերեսվել էր, մարտահրավեր էր ստացել, հաղթվել էր մի աղքատ երեխայի կողմից, իր մաքրուհու որդու մեկի, ում նա ոչինչ էր համարում։ Անահիտը բռնեց Նարեկի ձեռքից, արդեն պատրաստ լինելով, որ իրենց դուրս կվռնդեն, գուցե հենց այդ պահին էլ աշխատանքից կհեռացնեն։ Բայց Վարդանը ոչինչ չասաց։ Նա պարզապես վերցրեց փաստաթուղթը Նարեկի ձեռքից, նորից դրեց պահարանը, վերադարձավ իր սեղանի մոտ, լուռ նստելով։ «Կարող եք գնալ», վերջապես ասաց նա, առանց նրանց նայելու։ Անահիտը չսպասեց, որ նա փոխի միտքը։ Նա դուրս եկավ սենյակից, քաշելով Նարեկին, սիրտը ուժգին բաբախում էր, ոտքերը դողում էին։ Երբ հասան սպասարկման միջանցք, նա պինդ գրկեց որդուն, չկարողանալով ոչինչ ասել, պարզապես զգալով հպարտության, վախի, ապշանքի խառնուրդը։ Սենյակի ներսում Վարդանը մնաց նստած, հսկայական ապակիների միջով նայելով ներքում գտնվող քաղաքին։ Շատ տարիների ընթացքում առաջին անգամ նա իրեն հզոր չէր զգում։ Նա իրեն փոքր էր զգում, մերկացած, կասկածի տակ դրված։ Եվ այդ զգացողությունը բացարձակապես անտանելի էր։ Բայց դա նա, առանց իր դեռս հասկանալու, մի բանի սկիզբն էր, որը հավերժ կփոխեր նրա կյանքը։ 11 տարեկան մի տղա, չափազանց մեծ կոշիկներով մաշված հագուստով, կասկածի սերմ էր ցանել նրա քարե սրտում։ Եվ այդ սերմը, հակառակ բոլոր հավանականությունների, սկսելու էր ծլել հաջորդող օրերի ընթացքում։ Մինչդեռ ներքում, Երանի Եռուզեռ փողոցներում, կյանքը շարունակում էր իր բուռն ռիթմը։ Մարդիկ շտապում էին աշխատանքի, լիքը ավտոբուսները անցնում էին պողոտաներով, փողոցային արտրականները անկյուններում սուրճ գաթա էին վաճառում։ Եվ այդ ամենի մեջ Անահիտն ու Նարեկը քայլում էին ձեռք ձեռքի տված, չպատկերացնելով, որ այդ առավոտը փոխել էր ոչ միայն իրենց կյանքը, այլ մի մարդու կյանքը, ով կարծում էր, թե բոլորից վեր է, ով առաջին անգամ ստիպված էր եղել նայել իր ներսը։ Անահիտն այդ օրվա հերթափոխն ավարտեց մշտական լարվածության մեջ։ Ամեն վայրկյան սպասում էր, որ իրեն կկանչեն կադրերի բաժին, կտան ազատման ծանուցումը, որ այդ առավոտվա հետանքները վերջապես կհասնեն իրեն։ Բայց ոչինչ չպատահեց։ Ոչ մի զանգ, ոչ մի հաղորդագրություն, ոչ մի բառ։ Լռությունը գրեթե ավելի վատ էր, քան հայտարարված պատիժը։ Երբ վերջապես երեկոյան ժամը 5-ին դուրս եկավ շենքից, Վարդանի գրասենյակից բացիս 3 հարկ մաքրելուց հետո, Անահիտը զգում էր ոտքերի ծանրությունը, գլխի բաբախյունը։ Նարեկը ամբողջ օրը սպասել էր նրան սպասարկման միջանցքի այդ աթոռին, կարդալով իր գիրքը, նկարելով մի հին տետրում, լինելով այն հանգիստ ու հնազանդ տղան, որը միշտ եղել էր։ Տեսնելով մորը միջանցքում, նա արագ հավաքեց իր իրերը, ընդառաջ գնաց։ «Մայրիկ, լավ ես», հարցրեց Նարեկը, նկատելով նրա դեմքի լարվածությունը։
Լավ եմ, որդիս։ Պարզապես հոգնած եմ։ Գնանք տուն, պատասխանեց Անահիտը, ստիպված ժպտալով։ Տունդարձի ճանապարհը երկար էր։ 2 ժամ հասարակական տրանսպորտով, նախ լիքը մետրոն երիտասարդական կայարանից մինչը Հանրապետության հրապարակ, հետո մեկ այլ տրանսպորտ մինչ Էրեբունի, վերջապես մի ավտոբուս, որը նրանց կթողներ տան մոտ Չարբախի թաղամասում։ Նարեկը սովոր էր այդ առօրյային, այդ անվերջանալի գնալ-գալուն, պիկ ժամերին գերբեռնված վագոններում իրար սեղմված մարմիններին։ Ճանապարհին Անահիտը մտածում էր պատահածի մասին։ Նա 12 տարի աշխատել էր Վարդան Սահակյանի մոտ։ 12 տարի անտեսանելիություն, լրակյաց հնազանդություն, ցանկացած վերաբերմունքի ընդունում, որովհետև այդ աշխատանքի կարիքն ուներ։ Նա գիտեր, որ Վարդանը դաժան է, որ նա սիրում է նվաստացնել մարդկանց, որ իր աշխատողներին տեսնում է որպես փոխարինելի մասնիկներ իր փող աշխատող մեքենայի մեջ։ Բայց նա երբեք նրան այդպես ցնցված չէր տեսել, ինչպես այդ առավոտ։ Այնտեղ ինչ-որ բան էր պատահել։ Մի բան, որն ինքը լիովին չէր հասկանում, բայց զգում էր, որ նշանակալից է։ Այն ձև, որով Նարեկը խոսել էր, վստահությունը նրա ձայնում, ցուցադրած խելքը, այդ ամենը անհանգստացրել էր Վարդանին մի ձով, որն Անահիտը երբեք հնարավոր չէր համարի։ Եվ այդ անհանգստությունը նրան վախեցնում էր, որովհետև նա չգիտեր, թե ինչ կլինի հետո։ Նարեկն իր հերթին նայում էր մետրոյի պատուհանից, դիտելով, թե ինչպես են քաղաքի լույսերը վառվում, երբ գիշերն իջնում էր Երանի վրա։ Նա մտածում էր փաստաթղթի, հին նշանների այն տարօրինակ զգացողության մասին, որն ունեցել էր դրանք վերծանելիս։ Կարծես նրա ուղեղի մի քնած մաս արթնացել էր, կարծես նա հասանելիություն էր ստացել մի գիտելիքի, որի գոյության մասին չգիտեր։ Տղան միշտ գիտեր, որ ինքը տարբերվում է։ Դպրոցում, երբ մյուս աշակերտները պայքարում էին հիմնական հասկացությունները հասկանալու համար, նա ամեն ինչ կլանում էր գրեթե գերբնական հեշտությամբ։ Մաթեմատիկա, հայոց լեզու, բնագիտություն, պատմություն, ամեն ինչ նրա համար իմաստ էր ստանում մի ձով, որը կարծես չէր լինում իր հասակակիցների մոտ։ Բայց նա երբեք դրանով չէր պարծեցել, երբեք իր խելքը չէր օգտագործել ուրիշներից վեր դասվելու համար։ Մորից սովորել էր, որ խոնարհ լինելն ավելի կարևոր է, քան խելացի լինելը, որ մարդկանց հարգելն ավելի արժեքավոր է, քան նրանց վրա տպավորություն թողնելը։ Այդ պատճառով, երբ տեսավ այդ հարուստ մարդուն, ով փորձում էր նվաստացնել իրեն չինական փաստաթղթով, Նարեկը բարկություն կամ վրեժխնդրության ցանկություն չզգաց։ Նա զգաց միայն անկեղծ հետաքրքրություն տեքստի հանդեպ, այն հասկանալու ցանկություն։ Նա չէր փորձում ոչինչ ապացուցել Վարդանին։ Նա պարզապես ինքն իրեն էր դրսևորում, գիտելիքի հանդեպ այդ անհակ քաղցը, որը բնորոշում էր իրեն փոքրուց։ Երբ տուն հասան, արդեն ժամը 8-ն անց էր։ 3 սենյականոց այն տնակը, որտեղ նրանք ապրում էին, գտնվում էր մի նեղ նրբանցքում, սեղմված տասնյակ այլ նմանատիպ շինությունների մեջ։ Պատերը մերկ աղյուսից էին, տանիքը ասբեստե թիթեղներից, որոնք ամռանը տաքանում էին, իսկ ձմռանը կաթում։ Ծեպ չկար, ներկ չկար, բայց կար մի շատ ավելի կարևոր բան։ Դա այն վայրն էր, որտեղ Անահիտի ընտանիքն իրեն ապահով միասնական էր զգում։ Նարեկի մեծ եղբայրներն ու քույրերն արդեն տանն էին։ Արամը, 21 տարեկան, աշխատում էր որպես օգնական մի ավտովերանորոգման կետում երեկոյան սովորում էր դպրոցն ավարտելու համար։ Մարիամը, 19 տարեկան, սպասուհի էր արտրի կենտրոնի սննդի կետերից մեկում երազում էր բուժքույրական տեխնիկական դասընթացների մասին։ Իսկ Անին, 17 տարեկան, համատեղում էր աշխատանքը հագուստի խանութում դպրոցի ավարտական դասարանի հետ, վճռական լինելով դառնալ ընտանիքի առաջին անդամը, ով համալսարան կընդունվի։ Բոլորն էլ Անահիտից ժառանգել էին այդ լրակյաց վճռականությունը, անհաղթահարելի թվացող դժվարությունների դեմ պայքարելու այդ կարողությունը։ Եվ բոլորն էլ Նարեկի մեջ տեսնում էին ոչ միայն կրտսեր եղբորը, այլ հույսը, որ հաջորդ սերունդը կարող է ունենալ հնարավորություններ, որոնք իրենք երբեք չեն ունեցել։ Մինչ Անահիտը տաքացնում էր ընթրիքը, բրինձ լոբի մի քանի կտոր հավի մսով, որը գնել էր զեղչով, Նարեկը քույրերին ու եղբորը պատմեց առավոտյան պատահածի մասին։ Արամը մտահոգվեց, Մարիամը հպարտացավ, իսկ Անին մտախոհ դարձավ, նրա աչքերը փայլեցին մի էմոցիայով, որը չկարողացավ լիովին բնորոշել։ Պետք է զգույշ լինես, Նարեկ, ասաց Արամը, ձայնը լի մտահոգությամբ։ Մորթ տիրոջ նման մարդիկ չեն սիրում, երբ իրենց մարտահրավեր են նետում։ Նա կարող է ուզենալ վրեժ լուծել, կարող է ուզենալ վնասել մեր ընտանիքին։ Բայց նա ոչ մի վատ բան չի արել, պաշտպանեց Մարիամը։ Նա ընդամենը պատասխանել է հարցին։ Նրա մեղքը չէ, որ ինքը խելացի է։
Մեղքի հարցը չէ, բացատրեց Անին, ով միշտ 4-ից ամենավերլուծողն էր։ Հարցը իշխանությունն է։ Այդպիսի մարդը, ով սովոր է ամեն ինչ բոլորին տեսնել իր ոտքերի տակ, հեշտությամբ չի ընդունի մի աղքատ երեխայի կողմից գերազանցվելը։ Նրա էգոն վիրավորվել է, իսկ դա վտանգավոր է։ Անահիտը լուր լսում էր խոսակցությունը, փայտե գթալով խառնելով կաթսան։ Նա գիտեր, որ բոլորն էլ մի քիչ իրավացի են։ Վարդանը վտանգավոր էր, անկանխատեսելի, ընդունակ դաժանությունների, որոնց ինքը ականատես էր եղել տարիների ընթացքում։ Բայց նա ուրիշ բան էր տեսել նրա աչքերում այդ առավոտ, մի բան, որը կարծես բարկությունից կամ վրեժխնդրության ցանկությունից այն կողմ էր։ Այնտեղ շփոթմունք կար, խոցելիություն, միջակ այն կատարյալ զրահի վրա, որը նա միշտ կրում էր։ Եկեք ընտրենք, վերջապես ասաց Անահիտը, լցնելով ափսեները։ Եվ եկեք հավատանք, որ ամեն ինչ լավագույնս կդասավորվի։ Նրանք նստեցին փոքրիկ սեղանի շուրջ, այնքան սեղմված, որ արմունկները դիպչում էին իրար։ Այնտեղ շքեղություն չկար, նյութական հարմարավետություն չկար։ Բայց կար սեր, կար միասնություն, կար մի արժանապատվություն, որը ոչ մի հարստություն չէր կարող գնել։ Եվ հենց դա էր պահում այդ ընտանիքին ոտքի վրա, նույնիսկ երբ ամեն ինչ շուրջը կարծես դավադրություն էր նրանց տապալելու համար։ Մինչդեռ քաղաքի մյուս ծայրում, Կասկադի հարանությամբ գտնվող 600 քառակուսի մետրանոց բնակարանում, Վարդան Սահակյանը միայնակ նստած էր իր մինիմալիստական հյուրասենյակում։ Սպիտակ պատերը, դիզայներական կահույքը, ժամանակակից արվեստի գործերը, ամեն ինչ այնտեղ գոռում էր հաջողության նրբագեղության մասին։ Բայց Վարդանը դրանցից ոչինչ չէր տեսնում։ Նրա աչքերը սերված էին առաստաղի մի կետի, միտքը գերված էր մի մոլուցքային շրջապտույտով, որը թույլ չէր տալիս մտածել ուրիշ ոչ մի բանի մասին։ Մի տղա։ Մի անիծյալ 11 տարեկան տղա։ Մաշված հագուստով, չափազանց մեծ կոշիկներով։ Եվ նա կարողացել էր անել մի բան, որը նույնիսկ մասնագետները չէին կարողացել։ Նա կարդացել էր այդ փաստաթուղթը մի հեշտությամբ, որն անհնար էր թվում։ Եվ ավելին, նա առերեսվել էր իրեն առանց վախի, առանց հնազանդության, առանց այն ստրկամիտ երկյուղածության, որը Վարդանն ակնկալում էր բոլորից։ Վարդանը վեր կացավ, մոտեցավ պատի մեջ ներկառուցված բարին, լցրեց 30 տարվա հնեցման շոտլանդական վիսկի, մի շիշ, որն ավելի քան $1000 արժեր։ Նա մի երկար կում արեց, զգալով, թե ինչպես է սաթագույն հեղուկը այրում կոկորդը, բայց չկարողանալով հանդարտեցնել անհանգստության զգացումը, որը ներսից կրծում էր իրեն։ Նա իր ամբողջ ինքնությունը կառուցել էր գերազանցության գաղափարի վրա։ Գերազանցություն խելքի, մշակույթի, հարստություն կուտակելու կարողության մեջ։ Նա ուրիշներից լավն էր, որովհետև ապացուցել էր դա, հաղթելով կյանքում։ Իսկ նրանք, ովքեր չէին հաղթել, հետաբար ստորադաս էին։ Այս պարզունակ տրամաբանությունը առաջնորդել էր նրա յուրաքանչյուր որոշումը, արդարացրել էր յուրաքանչյուր դաժանությունը, թույլ էր տվել նրան հանգիստ քնել ամեն գիշեր, չնայած այն կյանքերին, որոնք կործանում էր։ Բայց հիմա այդ տղան փշրել էր այդ տրամաբանությունը։ Ինչպես կարող էր ինքը գերազանց լինել, եթե մի երեխա, առանց միջոցների, առանց արտոնյալ կրթության, առանց այն առավելությունների, որոնք փողն է գնում, կարողանում էր անել մի բան, որն ինքը չէր կարողանում։ Ինչպես կարող էր աղքատությունը լինել ստորադասության նշան, եթե Նարեկը ընդունակ էր դրսորել նման խելք, չնայած դրան։ Վարդանը վերջացրեց, վիսկին լցրեց մեկը։ Եվ մեկը։ Բայց որքան էլ խմում էր, չէր կարողանում լռեցնել իր գլխի այդ նյարդայնացնող ձայնը, այն ձայնը, որը սկսում էր կասկածի տակ դնել այն ամենը, ինչին ինքը միշտ հավատացել էր։ Տասնամյակների ընթացքում առաջին անգամ Վարդան Սահակյանը ստիպված էր առերեսվել այն հավանականության հետ, որ գուցե, միայն գուցե իր ամբողջ կյանքը կառուցված էր եղել միստի վրա։ Հաջորդ օրերը տարօրինակ էին Անահիտի համար։ Նա շարունակում էր գալ Հյուսիսային պողոտայի շենքը առավոտյան 6:30-ին, շարունակում էր մաքրել Վարդանի գրասենյակը նույն ջանասիրությամբ, ինչպես միշտ, բայց օդում ինչ-որ բան էր փոխվել։ Վարդանն այլևս չէր անտեսում նրա ներկայությունը։ Նա դիտում էր նրան։ Ոչ թե ուղղակի կամ ակնհայտ ձով, բայց Անահիտը զգում էր այդ աչքերի ծանրությունը իր վրա, ուսումնասիրելով ամեն մի շարժումը, ամեն մի ժեստը, կարծես փորձում էր վերծանել մի հանելուկ։ Նարեկն այլևս չվերադարձավ գրասենյակ։ Անահիտը խնդրել էր քրոջը վերադասավորել իր օրակարգը վերցնել տղային դպրոցից, նույնիսկ եթե դա նշանակում էր մի լավություն, որը հետո պետք է փոխհատուցեր։ Նարեկին նորից բերելու ռիսկը չափազանց մեծ էր։ Բայց նույնիսկ տղայի ֆիզիկական բացակայության դեպքում նրա ներկայությունը կարծես ներթափանցել էր այդ տարածքը։
Չինարեն փաստաթուղթը անհետացել էր տեսադաշտից, հավանաբար պահված մի տեղ, որտեղ Վարդանը ստիպված չէր լինի անդադար հիշել իր պարտության մասին։ Հենց այդ նույն շաբաթվա ուրբաթ օրն էր, որ ամեն ինչ նորից փոխվեց։ Անահիտը վերջացնում էր գրասենյակի անձնական սանհանգույցի մաքրումը, երբ լսեց, որ Վարդանը կանչում է իրեն։ Նրա սիրտը սկսեց արագ բաբախել։ 12 տարվա ընթացքում նա երբեք իրեն անունով չէր կանչել։ Միշտ եղել էր պարզապես «դու» կամ «էյ» մատով ցույց տալով այն, ինչ պետք էր անել։ Անահիտ, ասաց նա նորից, նրա ձայնի մեջ ինչ-որ նոր բան կար։ Ավելի քիչ հրամայական, ավելի քիչ սառը։ Եկեք այստեղ, խնդրում եմ։ Անահիտը արագ սրբեց ձեռքերը գոգնոցով դուրս եկավ սանհանգույցից, տատանվող քայլերով մոտենալով նրա սեղանին։ Վարդանը կանգնած էր, պատուհանից դուրս նայելով, ձեռքերը կատարյալ կարված տաբատի գրպաններում։ «Ինչքան ժամանակ է, ինչ աշխատում եք ինձ մոտ», հարցրեց նա, դեռս թիկունքով շրջված։ 12 տարի, պարոն։ Մարտին կլինի 13, պատասխանեց Անահիտը, ձայնը հազիվ։ Լսելի շշուկ էր։ 12 տարի, կրկնեց Վարդանը, կարծես առաջին անգամ էր մշակում այդ տեղեկությունը։ Եվ այս ամբողջ ընթացքում ես երբեք չեմ հարցրել ձեր մասին։ Ձեր կյանքի, ձեր ընտանիքի, ձեր երեխաների մասին։ Նա շրջվեց, դեմ առ դեմ նայելու նրան, Անահիտը նրա աչքերում տեսավ մի բան, որը նախկինում երբեք չէր տեսել։ Դա անհարմարություն էր, գուցե նույնիսկ ամոթ։ Քանի՞ երեխա ունեք։ 4, պարոն։ 3 արդեն մեծ աղջիկ ու տղա, Նարեկը, ում դուք ճանաչեցիք։ Եվ դուք միայնակ եք բոլորին պահում։ Անահիտը տատանվեց պատասխանելուց առաջ։ Նա չէր ուզում այնպես երալ, թե խղճահարություն է խնդրում կամ փորձում է մանիպուլյացիայի ենթարկել նրան իր տառապանքի պատմությամբ։ Բայց հարցի մեջ, այն ձի մեջ, որով նա տվեց այն, ինչ որ անկեղծ բան կար։ Ամուսինս մեզ լքեց, երբ Նարեկը 2 տարեկան էր։ Նա գնաց ու այլս չվերադարձավ։ Այնպես որ, այո, միայն ես եմ։ Հիմա, երբ մեծացել են, օգնում են ինձ, բայց երկար ժամանակ միայն ես էի։ Վարդանը դանդաղ գլխով արեց, կարծես կլանում էր յուրաքանչյուր բառը։ Իսկ տղան, Նարեկը։ Նա միշտ էր այդպիսին։ Այդպիսին։ Խելացի։ Հետաքրքրասեր։ Ընդունակ սովորելու բաներ, որոնք երեխաների մեծ մասը չի կարողանում։ Անահիտը զգաց, թե ինչպես է հպարտության մի զգացում սեղմում կոկորդը, ստիպելով աչքերը մղկտալ։ Միշտ, պարոն։ Շատ փոքրուց։ Նա ինքնուրույն սովորեց կարդալ, պարզապես նայելով փողոցում գրված բաներին, տուփերի վրայի գրերին։ Ուսուցիչները միշտ ասում են, որ նա հատուկ է, որ ձիրք ունի։ Բայց ձիրքը հաշիվներ չի փակում, սեղանին ուտելիք չի դնում։ Այնպես որ նա սովորում է, երբ կարողանում է, իմանում է այն, ինչ հասցնում է, բայց վերջում նա էլ կլինի ինձ պես, իր քույրերի ու եղբոր պես։ Փոքրուց կաշխատի, որովհետև ընտրություն չունի։ Խոսքերը դուրս եկան ավելի մեծ էմոցիայով, քան Անահիտը նախատեսել էր։ Նա արագ կախեց գլուխը, մտահոգված, որ շատ է խոսել, որ հատել է ինչ-որ անտեսանելի սահման։ Բայց Վարդանը երկար ժամանակ ոչինչ չասաց։ Երբ վերջապես խոսեց, նրա ձայնը տարօրինակ կերպով մեղմ էր։ Իսկ եթե ընտրություն լիներ։ Իսկ եթե Նարեկը կարողանար ստանալ որակյալ կրթություն, միջոցներ, որոնք կզարգացնեին այդ ձիրքը, որն ունի։ Ինչ եք կարծում, ինչ կպատահեր։ Անահիտը բարձրացրեց աչքերը, շփոթված։ Նա չէր հասկանում, թե Վարդանն ուր է տանում։ Նա հրաշալի կլիներ, պարոն։ Նա կկարողանար ամեն ինչ անել։ Դառնալ բժիշկ, ինժեներ, դասախոս, ինչ որ ուզեր։ Բայց այդպիսի բաներ մեզ նման մարդկանց համար չկան։ Ընտրություն չկա, երբ ծնվում ես այնտեղ, որտեղ մենք ենք ծնվել։ Վարդանը վերադարձավ իր սեղանի մոտ նստեց, ժեստով ցույց տալով Անահիտին, որ նա նույնպես նստի դիմացի աթոռներից մեկին։ Անահիտը հնազանդվեց, իրեն անհարմար զգալով այդ անսովոր դիրքում։ Նա երբեք չէր նստել այդ աթոռներին, երբեք չէր եղել սեղանի այդ կողմում։ Ես աղքատ ընտանիքից եմ եկել, Անահիտ, սկսեց Վարդանը, նրա ձայնի մեջ ինչ-որ խոցելի բան կար, որը զարմացրեց կնոջը։ Ծնողներս Գավառում մի փոքրիկ խանութ ունեին։ Սոված չէինք մնում, բայց շքեղություններ էլ չունեինք։ Ես սովորել եմ հանրակրթական դպրոցում, աշխատել եմ 14 տարեկանից, շատ եմ չարչարվել այստեղ հասնելու համար։
Եվ ամբողջ կյանքումս ես դա օգտագործել եմ որպես ապացույց, որ յուրաքանչյուրը կարող է հաղթել։ Եթե ես կարողացել եմ, բոլորն էլ կարող են։ Իսկ նրանք, ովքեր չեն կարողանում, նրանից է, որ բավականաչափ չեն չարչարվել, բավականաչափ խելացի չեն եղել կամ արժանի չեն եղել։ Անահիտը լուռ լսում էր, չիմանալով ինչ ասել կամ անել։ Առաջին անգամն էր, որ Վարդանն իր մասին այդպես էր խոսում, առաջին անգամն էր, որ մարդկային ինչ-որ գիծ էր ցույց տալիս, բացի հաջողակ դաժան գործարարից։ Բայց ձեր որդին, շարունակեց Վարդանը, ստիպեց ինձ կասկածել դրանում։ Որովհետև նա ակնհայտորեն ունի խելք, ունի ջանք, ունի արժանիք, բայց չունի հնարավորություն։ Եվ ես հասկացա, որ գուցե, միայն գուցե, իմ պատմությունը բացառություն է, ոչ թե կանոն։ Գուցե ես ունեցել եմ հաջողություններ, որոնք ուրիշները չեն ունեցել։ Գուցե ես գտել եմ դռներ, որոնք ուրիշների համար փակ են եղել։ Նա դադար տվեց, ձեռքը տանելով մազերին հուսահատության ժեստով։ Եվ դա ինձ խորապես անհանգստացնում է։ Անահիտը չգիտեր ինչպես արձագանքել։ Նրա մի մասը ուզում էր կարեկցանք զգալ այդ մարդու հանդեպ, ով առաջին անգամ կարծես էքզիստենցիալ ճգնաժամ էր ապրում։ Բայց մյուս մասը, այն մասը, որը 12 տարի անտեսանելի էր եղել, որին վերաբերվել էին որպես ոչնչի, զգում էր լրակյաց բարկություն։ Ինչու միայն հիմա։ Ինչու պետք եղավ իր փայլուն որդին, որպեսի Վարդանը տեսներ իր շրջապատի մարդկանց մարդկայնությունը։ Ինչու եք սա ինձ ասում, հարցրեց Անահիտը, ձայնը հաստատուն էր, չնայած հուզմունքին։ Վարդանը նայեց նրան ուղիղ։ Ասում եմ, որովհետև ուզում եմ մի առաջարկ անել։ Ոչ թե ձեզ, այլ Նարեկին։ Ես ուզում եմ, որ նա գա այստեղ, գրասենյակ, աշխատելու որպես իմ անձնական օգնական։ Ոչ թե որպես սովորական աշխատող, այլ որպես աշակերտ։ Նա կաշխատի շաբաթական մի քանի ժամ, դասերից հետո ես կվճարեմ նրա կրթության համար։ Մասնավոր դպրոց, լեզուների դասընթացներ, այն ամենը, ինչ նրան պետք կլինի այդ պոտենցիալը զարգացնելու համար։ Անահիտը քարացավ։ Դա ցանկացած մոր երազանքն էր, այն հնարավորությունը, որի համար նա միշտ աղոթել էր իր երեխաների համար։ Բայց առաջարկի մեջ, այն ձի մեջ, որով Վարդանն արեց այն, մի բան կար, որը նրան կասկածամիտ էր դարձնում։ Ինչու եք դա անում։ Դուք երբեք չեք հոգացել մեզնից ոչ մեկի համար։ Ինչու հիմա։ Ինչու իմ որդին։ Վարդանը տատանվեց պատասխանելուց առաջ, երբ արեց դա, նրա ձայնը կրում էր դաժան անկեղծություն։ Որովհետև նա ինձ նվաստացրեց, Անահիտ։ Ոչ միտումնավոր, բայց նա ստիպեց ինձ փոքր զգալ։ Եվ վերջին օրերին ես չեմ կարողանում դադարել մտածել դրա մասին։ Չեմ կարողանում նորմալ քնել, չեմ կարողանում կենտրոնանալ աշխատանքի վրա։ Նա իմ մեջ մի կասկած է ցանել, որը ներսից կրծում է ինձ։ Եվ ես պետք է հասկանամ։ Պետք է հասկանամ, թե ինչպես մեկը, ով այդքան քիչ բան ունի, կարող է այդքան շատին ընդունակ լինել։ Պետք է տեսնեմ, արդյոք դա իրական է, արդյոք նա իսկապես այդքան հատուկ է, որքան երաց։ Ուրեմն սա փորձ է, հարցրեց Անահիտը, ձայնը կոշտանալով։ Իմ որդին ձեզ համար փորձակենդան է, որպեսզի ձեր մասին ինչ-որ տեսություն ապացուցեք։ Ոչ, արագ ասաց Վարդանը, բայց հետո կանգ առավ վերանայեց։ Գուցե այո, մասամբ։ Բայց նույնիսկ եթե այդպես է, Նարեկը կշահի։ Նա կունենա հնարավորություններ, որոնք այլապես երբեք չէր ունենա։ Ես սա չեմ առաջարկում բարեգործությունից դրդված, Անահիտ։ Առաջարկում եմ, որովհետև ձեր որդին իմ մեջ արթնացրեց մի բան, որը ես կարծում էի, թե վաղուց մեռած է։ Անկեղծ հետաքրքրություն։ Թվերից շահույթից այն կողմ ինչ-որ բան հասկանալու ցանկություն։ Անահիտը երկար ժամանակ լուռ մնաց։ Մայրական բնազդը գոռում էր մերժել, պաշտպանել որդուն այդ մարդուց, ում մասին գիտեր, որ ընդունակ է սարսափելի դաժանությունների։ Բայց նրա գործնական իրականությունը, նույն այն իրականությունը, որը ստիպում էր նրան օրական 18 ժամ աշխատել, որը ստիպում էր անտեսել մեջքի ցավը, քրոնիկ հոգնածությունը, ասում էր ընդունել։ Որովհետև դա մի շանս էր, որն այլս երբեք չէր հայտնվի։ Մի շանս, որ Նարեկը ունենա այն կյանքը, որն ինքը երբեք չկարողացավ տալ նրան։ Ես պետք է մտածեմ, վերջապես ասաց Անահիտը։ Եվ պետք է խոսեմ Նարեկի հետ։ Նա նույնպես պետք է որոշի։ Ես որդուս ոչինչ չեմ պարտադրի։ Վարդանը գլխով արեց։ Արդար է։ Հանգիստ մտածեք։ Բայց շատ մի ուշացրեք։ Այսպիսի հնարավորությունները հավերժ չեն սպասում։ Անահիտը վեր կացավ, ոտքերը թեթակի դողում էին։
Վերադարձավ իր աշխատանքին, լուր վերջացրեց գրասենյակի մաքրումը դուրս եկավ, առանց որևէ բան ասելու։ Այդ օրը տունդարձի ամբողջ ճանապարհին նրա գլխում հազարավոր հակասական մտքեր էին պտտվում։ Ինչ պետք է աներ։ Որը կլիներ լավագույնը Նարեկի համար։ Ինչպես կարող էր պաշտպանել նրան մի նույն ժամանակ տալ թռչելու հնարավորություն։ Երբ տուն հասավ, Նարեկին գտավ խոհանոցի սեղանի մոտ նստած, մաշված տետրում տնային առաջադրանքը կատարելիս։ Տեսնելով մորը ներս մտնելիս, նա ժպտաց այն բաց անկեղծ ժպիտով, որը միշտ սեղմում էր կնոջ սիրտը։ Ողջույն, մայրիկ։ Ինչպես անցավ օրդ։ Անահիտը նստեց նրա կողքին առաջին անգամ այն պահից ի վեր, ինչ տղան շատ փոքր էր, չկարողացավ զսպել արցունքները։ Դրանք լուր հոսում էին նրա դեմքով, մինչ նա բռնել էր որդու ձեռքը, զգալով այդ երիտասարդ մաշկի հյուսվածքը, որը դեռ չէր կոշտացել կյանքի դժվարություններից։ Մայրիկ։ Ինչ է պատահել։ Նարեկն այժմ վախեցած էր, նա երբեք չէր տեսել մորը այդպես լաց լինելիս։ Ոչ մի վատ բան, որդիս, հեկեկոցների արանքում կարողացավ ասել Անահիտը։ Պարզապես ես քեզ այնքան շատ եմ սիրում, երբեմն այս կյանքն այնքան դժվար է, ես այնքան էի ուզում քեզ ավելին տալ։ Նա ձեռքի թիկունքով սրբեց արցունքները, ուղիղ նայեց նրան։ Պարոն Վարդանն այսօր մի առաջարկ արեց։ Նա ուզում է, որ դու աշխատես իր հետ, նա վճարի քո ուսման համար մասնավոր դպրոցում։ Դա քեզ համար մեծ հնարավորություն կլինի։ Նարեկը կիտեց հոնքերը, շփոթված։ Բայց ինչո՞ւ։ Նա ինձ նույնիսկ չի ճանաչում։ Անահիտը պատմեց Վարդանի հետ ունեցած խոսակցության մասին, նրա դրդապատճառների մասին, այն կասկածների մասին, որոնք ինքն ուներ։ Նարեկը ամեն ինչ լսեց լուռ, մշակելով յուրաքանչյուր տեղեկություն այն հասունությամբ, որը միշտ կարծես իր տարիքից վեր էր։ Երբ Անահիտը վերջացրեց խոսքը, Նարեկը մի պահ լուռ մնաց պատասխանելուց առաջ։ Ես նրան չեմ վստահում, մայրիկ։ Այն ձև, որով նա նայեց քեզ այդ օրը, այն ձև, որով փորձեց նվաստացնել ինձ, դա չի ջնջվում մի գեղեցիկ առաջարկով։ Բայց նա դադար տվեց, գծելով ստորին շրթունքը, բայց ես նա չեմ կարող անտեսել իսկապես սովորելու հնարավորությունը։ Գրքեր, ուսուցիչներ, միջոցներ ունենալը։ Ես կարող էի այնքան բան սովորել։ Եվ եթե սովորեմ, ես կարող եմ օգնել մեր ընտանիքին։ Կարող եմ փոփոխություն բերել քեզ համար, քույրերիս ու եղբորս համար։ Անահիտը սեղմեց նրա ձեռքը։ Դու կարիք չունես մեր ընտանիքը քո ուսերին կրելու, Նարեկ։ Դու դեռ երեխա ես։ Նարեկը նայեց նրան այդ խորը աչքերով, որոնք չափազանց հին էին նման երիտասարդ դեմքի համար։ Ես արդեն երեխա չեմ, մայրիկ։ Ոչ այն բանից հետո, երբ տեսել եմ քո այդքան չարչարվելը, քույրերիս ու եղբորս պայքարը, իմանալով, որ մենք նույն հնարավորությունները չունենք, ինչ ուրիշները։ Եթե այս առաջարկը կարող է փոխել դա, նույնիսկ եթե նրա դրդապատճառները էգոիստական են, ես կարծում եմ, որ արժե փորձել։ Եվ այսպես, Չարբախի մի տնակի խոհանոցային սեղանի շուրջ 11 տարեկան մի երեխա կայացրեց մի որոշում, որը կփոխեր մի քանի կյանքերի ընթացքը։ Ոչ թե հավակնությունից, ոչ թե ագահությունից, այլ ընտանիքի հանդեպ սիրուց այն խորը ըմբռնումից, որ երբեմն անկատար աշխարհում պետք է կայացնել անկատար համաձայնություններ։ Հաջորդ երկուշաբթի Անահիտը Վարդանի գրասենյակ եկավ պատասխանով։ Նարեկն ընդունում էր առաջարկը, բայց պայմաններով։ Նա կաշխատեր միայն այն դեպքում, եթե դա չխանգարեր իր ուսմանը։ Նա կշարունակեր միայն այն դեպքում, եթե իրեն հարգանքով վերաբերվեին։ Եվ եթե որևէ պահի զգար, որ դա վնասում է իր ընտանիքին կամ իրեն, նա կհեռանար առանց հետ նայելու։ Վարդանը լսեց պայմանները, առաջին անգամ, որ Անահիտը հիշում էր, նա իսկապես ժպտաց։ Ոչ թե այն դաժան ու ցինիկ ժպիտով, որը նա գիտեր, այլ մի բանով, որն ավելի մոտ էր անկեղծությանը։ Համաձայն եմ ամեն ինչի հետ, ասաց նա։ Նարեկը կարող է սկսել չորեքշաբթի օրվանից։ Շաբաթական 3 կեսօր, 3 ժամով։ Եվ ես կկազմակերպեմ նրա տեղափոխությունը, այդ դպրոց արդեն հաջորդ կիսամյակից։ Անահիտը զգաց, թե ինչպես է հողը փախչում ոտքերի տակից։ Այբը Երանի ամենահեղինակավոր մասնավոր դպրոցներից մեկն էր։ Նրա որդին, ով սովորում էր մի խարխուլ հանրակրթական դպրոցում, որտեղ նույնիսկ կավիճը չէր հերիքում, սովորելու էր նույն տեղում, որտեղ սովորում էին հայկական էլիտայի երեխաները։ Դա անիրական էր թվում, անհնարին, չափազանց լավ, ճշմարիտ լինելու համար։ Եվ գուցե այդպես էլ կար։ Որովհետև Անահիտը դեռ չգիտեր, որ Վարդանի առաջարկը միայն սկիզբն էր մի շատ ավելի բարդ փոթորկալից ճանապարհի, քան նրանցից որը մեկը կարող էր պատկերացնել։
որ այդ թվացյալ պարզ համաձայնությունը շղթայական ռեակցիա կառաջացներ, որը կբացահայտեր խորը վերքեր, կվերհաներ անհարմար ճշմարտություններ, բոլոր ներգրավվածներին կստիպեր առերեսվել նրան, թե ովքեր են իրենք իրականում այն դիմակների տակ, որոնք կրում էին աշխարհի համար։ Նարեկն սկսեց աշխատել այդ շաբաթվա չորեքշաբթի օրը։ Անահիտը նրան տարավ շենք, սիրտը մտահոգության հույսի խառնուրդից սեղմված։ Նարեկը հագել էր իր լավագույն հագուստը, որը դեռս մաշված էր չափազանց փոքր, բայց մաքուր էր խնամքով արդուկված։ Նա տանում էր իր հին պայուսակը մի նոր տետր, որն Անահիտը գնել էր այն փողով, որը պետք է օգտագործվեր ուտելիքի համար։ Վարդանը Նարեկին ընդունեց իր գրասենյակում ընդգծված քաղաքավարությամբ։ Նա տղայի համար պատրաստել էր աշխատանքային անկյուն, սենյակի մի անկյունում փոքրիկ սեղան, համակարգչով, նոր տետրերով, գրիչներով, մատիտներով, այն ամենով, ինչ կարող էր պետք գալ աշակերտին։ Նարեկը այդ ամենին նայեց լայն բացված աչքերով, բայց ոչինչ չասաց։ Պարզապես գլխով շնորհակալություն հայտնեց, նստեց այնտեղ, որտեղ Վարդանը ցույց տվեց։ Առաջին շաբաթների ընթացքում այդ դասավորությունը տարօրինակ էր երկուսի համար էլ։ Վարդանը չգիտեր ինչպես շփվել երեխայի հետ, հատկապես մի երեխայի, ով իրեն մարտահրավեր էր նետում այնպիսի ձեռով, որոնց ինքը սովոր չէր։ Նարեկն իր հերթին պահպանում էր հարգալից, բայց ոչ ստրկամիտ հեռավորություն, դիտելով ամեն ինչ, սովորելով, կլանելով տեղեկությունները սպունգի պես։ Վարդանը սկսեց Նարեկին տալ պարզ առաջադրանքներ։ Դասավորել փաստաթղթերը, կատարել հիմնական որոնումներ համացանցում, կատալոգավորել տեղեկությունները։ Բայց արագորեն հասկացավ, որ Նարեկը ընդունակ է շատ ավելիին։ Տղան սովորում էր սարսափելի արագությամբ։ Մեկ բացատրությունը բավական էր, որ նա հասկանար բարդ հասկացությունները։ Նա կապեր էր հաստատում թվացյալ անջատ գաղափարների մեջ, տեսնում էր օրինաչափություններ այնտեղ, որտեղ ուրիշները տեսնում էին պարզապես պատահական տվյալներ։ Հենց այդպիսի առաջադրանքներից մեկի ժամանակ էր, որ Վարդանը Նարեկից ստացավ իր երկրորդ մեծ անակնկալը։ Նա տղային խնդրել էր տեղեկություններ փնտրել մի որոշակի քիմիական միացության մասին, որը ընկերությունը մշակում էր։ Դա մի հետազոտություն էր, որը պետք է տեր-օրեր, ներառելով բարդ գիտական հոդվածներ, անգլերենով տեխնիկական տերմիններ, որոնց նույնիսկ համալսարանականները լիովին չէին տիրապետի։ Նարեկը հաջորդ օրը վերադարձավ 15 էջանոց հաշվետվությամբ, ոչ միայն ամփոփելով տեղեկությունները, այլ դրանք քննադատաբար վերլուծելով, մատնանշելով ընթացիկ հետազոտության հնարավոր խնդիրները, առաջարկելով այլընտրանքային մոտեցումներ, հիմնված նմանատիպ ուսումնասիրությունների վրա, որոնք ինքը գտել էր։ Հաշվետվությունն այնքան լավ էր գրված, հիմնավորված, որ Վարդանը սկզբում կարծեց, թե Նարեկը դա ինչ-որ տեղից արտագրել է։ Բայց հարցուփորձ անելիս տղան բացատրեց յուրաքանչյուր կետն այնպիսի հստակությամբ, խորությամբ, որ կասկած չթողեց։ Դա իր սեփական վերլուծության արդյունքն էր։ Վարդանը երկար ժամանակ նայեց Նարեկին, փորձելով մշակել այն, ինչ նոր տեսավ։ Ինչպես է դա հնարավոր, հարցրեց նա, անկեղծորեն ապշած։ Դու 11 տարեկան ես։ Ինչպես կարող ես հասկանալ այսպիսի բաներ։ Նարեկը ուսերը թոթվեց։ Ես շատ եմ կարդում։ Եվ երբ մի բան չեմ հասկանում, փնտրում եմ, սովորում եմ, ինչ որ իմաստ ստանա։ Այնքան էլ բարդ չէ, երբ իսկապես ուշադիր ես լինում։ Այնքան էլ բարդ չէ, կրկնեց Վարդանը, գրեթե ծիծաղելով այն պարզության վրա, որով Նարեկը նկարագրում էր մի բան, որն արտառոց էր։ Դու հասկանում ես, որ մեծահասակների մեծ մասը, ներառյալ դիպլոմներ, տարիների փորձ ունեցող մարդիկ, չէին կարողանա անել այն, ինչ դու հենց նոր արեցիր։ Ինչու ոչ, հարցրեց Նարեկը, անկեղծ հետաքրքրությամբ։ Ես պարզապես օգտագործեցի այն տեղեկությունները, որոնք հասանելի էին։ Ցանկացած մարդ կարող էր նույնն անել։ Եվ հենց այդ պահին Վարդանը հասկացավ մի հիմնարար բան Նարեկի մասին։ Տղան իր խելքը չէր տեսնում որպես մի առանձնահատուկ բան։ Նրա համար դա աշխարհը ընկալելու բնական ձն էր։ Նա իրեն ուրիշներից վեր չէր դասում, իր ձիրքը չէր օգտագործում որևէ մեկից բարձր լինելու համար։ Նա պարզապես այն էր, ինչ կար, առանց ձականության, առանց մեծամտության։ Այս խոնարհությունը զուգորդված այդ նշանակալի խելքի հետ, Վարդանի մեջ ստեղծեց մի զգացում, որը նա տասնամյակներ շարունակ չէր զգացել։ Անկեղծ հիացմունք։ Ոչ թե այն մակերեսային հիացմունքը, որը լինում է նյութական ձեռքբերումների կամ սոցիալական կարգավիճակի հանդեպ, այլ խորը հիացմունք մի այլ մարդու մեջ իսկապես հազվագյուտ արժեքավոր բանի հանդեպ։ Եվ այդ հիացմունքի հետ եկավ մի ավելի անհանգստացնող բան՝ նախանձ։ Վարդանը սկսեց նախանձել Նարեկին։
Նախանձում էր այդ մաքրությանը, գիտելիքով հիանալու այդ կարողությանը, առանց այն հավակնություններով ապականելու։ Նախանձում էր այն խոնարհությանը, որն ինքը կորցրել էր իր ճանապարհի ինչ-որ կետում։ Նախանձում էր մեկի բարոյական հստակությանը, ով, չնայած բոլոր դժվարություններին, դեռ հավատում էր, որ մարդիկ հիմնականում բարի են, որ գիտելիքը պետք է կիսել, այլ ոչ թե կուտակել որպես իշխանության գործիք։ Այդ նախանձը կործանարար չէր։ Առնվազն դեռ ոչ։ Դա այն տեսակ նախանձն էր, որը ստիպում է մարդուն ցանկանալ ավելի լավը դառնալ, որը ստիպում է հարց տալ, թե ով է ինքը, ով կարող էր լինել։ Բայց Վարդանը չգիտեր ինչպես վարվել այդ զգացմունքների հետ։ Նա ամբողջ կյանքը անցկացրել էր էմոցիոնալ պատեր կառուցելով, պաշտպանվելով ցանկացած խոցելիությունից։ Եվ հիմա այդ տղան քանդում էր այդ պատերը մեկ առ մեկ, պարզապես գոյություն ունենալով լինելով այնպիսին, ինչպիսին կար։ Շաբաթները վերածվեցին ամիսների։ Կիսամյակն ավարտվեց, Նարեկը գրանցվեց այդ դպրոցում, ինչպես խոստացված էր։ Անահիտը լաց եղավ, երբ տեսավ նոր համազգեստը գրենական պիտույքների ցուցակը, որը ներառում էր թանկարժեք գրքեր, որոնք ինքը երբեք չէր կարողանա գնել, բրենդային պայուսակը, որը փոխարինեց այն հին կարկատվածին։ Նրա մյուս երեխաները ուրախ էին եղբոր համար, բայց նա մի քիչ վիրավորված, թե փորձում էին թաքցնել։ Ինչու Նարեկը ունեցավ այդ բախտը, իսկ իրենք ոչ։ Ինչու էր նա հատուկ, իսկ իրենք ոչ։ Անահիտը նկատում էր տանը աճող այդ լարվածությունը, փորձում էր մեղմել այն, ինչպես կարող էր։ Բայց ճշմարտությունն անխուսափելի էր։ Նարեկին տրվում էր մի հնարավորություն, որը կփոխեր նրա կյանքը մի ձով, որը քույրերն ու եղբայրը երբեք չէին ունենա։ Եվ դա ստեղծում էր մի անհավասարակշռություն, մի ճակ ընտանեկան միասնության մեջ, որը միշտ նրանց միասին էր պահել։ 6 ամիս էր անցել այն առավոտից, որը փոխել էր ամեն ինչ։ Հոկտեմբերյան մի անձրոտ շաբաթ օր էր, երբ Վարդանը կայացրեց մի որոշում, որը կզարմացներ բոլորին, ներառյալ իրեն։ Նա վերցրեց հեռախոսը, զանգեց Անահիտին, մի բան, որ նախկինում երբեք չէր արել։ Կինը վախեցած պատասխանեց, կարծելով, թե Նարեկի հետ մի վատ բան է պատահել։ Անահիտ, մի անհանգստացեք, ձեր որդու հետ ամեն ինչ կարգին է, արագ ասաց Վարդանը, նկատելով նրա ձայնի տագնապը։ Իրականում ես ուզում եմ մի հրավեր անել։ Ուզում եմ, որ դուք ձեր ընտանիքը այսօր երեկոյան գաք իմ տուն ընթրիքի։ Բոլորդ։ Նարեկը, ձեր մյուս երեխաները, դուք։ Ուզում եմ ձեզ պատշաճ կերպով ճանաչել։ Անահիտը մնաց լեզուն կապ ընկած։ Այդ բոլոր տարիների ընթացքում, որ աշխատել էր Վարդանի մոտ, նա նույնիսկ երբեք չէր տեսել նրա բնակարանը, այդ գրասենյակից բացի։ Եվ հիմա նա հրավիրում էր իր ամբողջ ընտանիքին ընթրիքի։ Դա սյուրռեալիստական էր թվում։ Ես չգիտեմ, արդյոք դա լավ գաղափար է, պարոն, սկսեց Անահիտը, բայց Վարդանը նրան ընդհատեց։ Խնդրում եմ։ Ես գիտեմ, որ սարսափելի եմ եղել ձեր հանդեպ այս բոլոր տարիներին։ Գիտեմ, որ շատ բան ունեմ քավելու։ Թույլ տվեք գոնե փորձել։ Պարտադիր չէ, որ դա լինի պաշտոնական կամ անհարմար։ Պարզապես մի ընթրիք, մի զրույց։ Մի շանս ճանաչելու այն մարդկանց, ովքեր դաստիարակել են Նարեկի նման մեկին։ Անահիտը խոսեց երեխաների հետ։ Արամն ու Մարիամը կասկածամիտ էին։ Անին հետաքրքրված էր։ Նարեկը չեզոք էր, ինչպես միշտ, պատրաստ շանս տալու, բայց առանց չափազանցված սպասելիքների։ Վերջում որոշեցին ընդունել հրավերը։ Դա նոր փորձառություն էր, գրեթե նման էր այլմոլորակայինների աշխարհ այցելելուն, բայց բոլորը համաձայնեցին, որ արժե փորձել։ Երբ երեկոյան ժամը 7-ին հասան Կասկադի մոտ գտնվող շենքը, պահակը նրանց ընդունեց զարմանքի շփոթմունքի խառնուրդով։ Անահիտ Սարգսյանը, ով միշտ մտնում էր սպասարկման դռնով, այժմ գալիս էր գլխավոր մուտքով, իր 4 երեխաների ուղեկցությամբ, բոլորն էլ հագած իրենց լավագույն հագուստները, որոնք դեռս չափազանց համեստ էին այդ շքեղ միջավայրի համար։ Վարդանը նրանց սպասում էր բնակարանի դռան մոտ։ Նա հագել էր առօրյա հագուստ, ջինս վերնաշապիկ, առանց սովորական կոստյումների պաշտոնականության։ Այդպես նա ավելի փոքր էր թվում, ավելի մարդկային, ավելի քիչ նման այն ահազդու կերպարին, որը տիրում էր իր բիզնես կայսրության վրա։ Բարի գալուստ, ասաց նա, ժեստով ցույց տալով, որ ներս մտնեն։ Խնդրում եմ, ձեզ զգացեք ինչպես ձեր տանը։ Նրանք դանդաղ ներս մտան, շուրջը նայելով լայն բացված աչքերով։ Բնակարանը հենց այնպիսին էր, ինչպիսին պատկերացնում էին։ Հսկայական, շքեղ, լի արվեստի գործերով, դիզայներական կահույքով։
Բայց այն նա սառն էր, անդեմ, նման էր դեկորատիվ ամսագրի ցուցասրահի, այլ ոչ թե մի օջախի, որտեղ ինչ-որ մեկն իսկապես ապրում էր։ Վարդանը պատրաստել էր ամբողջական ընթրիք։ Նա անձնական խոհարար էր վարձել, որը պատրաստել էր թարմ մակարոնեղեն նրբագեղ սոուսներով, բարդ աղցաններ, ուտելիք էր, քան Անահիտի ընտանիքը ուտում էր մի ամբողջ շաբաթվա ընթացքում։ Նրանք նստեցին սեղանի շուրջ, անհարմար զգալով, չիմանալով ինչպես օգտագործել այդ բոլոր տարբեր պատառաքաղներն ու դանակները, ինչպես իրենց պահել այդ տեսարանում, որն այնքան հեռու էր իրենց իրականությունից։ Վարդանը նկատեց անհարմարությունը, փորձեց մեղմել այն։ «Ես գիտեմ, որ սա կարող է չափազանցված թվալ», ասաց նա։ Անկեղծ ասած, ժամանակի մեծ մասը ես այստեղ միայնակ եմ ուտում, ռեստորանից պատվիրված կամ սառեցված բաներ, որոնք տաքացնում եմ միկրոալիքային վառարանում։ Այս սեղանի շուրջ երբեք մի ամբողջ ընտանիք նստած չի եղել։ Այնպես որ, դուք ինձ լավություն եք անում, կյանք տալով այս վայրին։ Նրա խոսքերը անկեղծ էին, խոցելի մի ձով, որը նրանցից ոչ մեկը չէր ակնկալում։ Արամը նայեց Նարեկին, ով թեթակի գլխով արեց, կարծես ասելով, որ շանս տան։ Նրանք սկսեցին ուտել, կամաց-կամաց զրույցը սկսեց հոսել։ Վարդանը հարցեր տվեց նրանցից յուրաքանչյուրին։ Ուզեց իմանալ Արամի աշխատանքի մասին ավտովերանորոգման կետում, Մարիամի երազանքների մասին բուժքույր դառնալու վերաբերյալ, Անի ծրագրերի մասին համալսարան ընդունվելու համար։ Նա լսում էր անկեղծ ուշադրությամբ, տալով լրացուցիչ հարցեր, ցույց տալով իրական հետաքրքրություն նրանց կյանքի հանդեպ։ Եվ նրանք իրենց հերթին սկսեցին բացվել, խոսել իրենց պայքարի, վախերի, հույսերի մասին։ Հենց այն պահին, երբ զրույցը հասավ Անիին, մի հետաքրքիր բան պատահեց։ Նա խոսում էր ընդունելության քննությունների մասին, այն մասին, թե ինչպես է ինքնուրույն պատրաստվում, որովհետև կրկնուսույցների համար փող չունեն, այն մասին, թե որքան դժվար է մրցել այն աշակերտների հետ, ովքեր ունեն բոլոր առավելությունները, որոնք ինքը չունի։ Որ բնագավառում ես ուզում սովորել, հարցրեց Վարդանը։ Կառավարում, պատասխանեց Անին։ Ուզում եմ աշխատել մենեջմենթի ոլորտում, գուցե մի օր սեփական բիզնես բացեմ։ Միշտ սիրել եմ հասկանալ, թե ինչպես են աշխատում ընկերությունները, ինչպես են կազմակերպվում, ինչպես են աճում։ Վարդանը մի պահ լուռ մնաց, մտախոհ։ Հետո ասաց մի բան, որը զարմացրեց բոլորին։ Ես քեզ համար նույնպես մի առաջարկ ունեմ։ Մեր ընկերությունն ունի ստաժավորման ծրագիր համալսարանականների համար։ Սովորաբար մենք ընդունում ենք միայն որոշակի համալսարանների ուսանողների, բայց ես կարող եմ բացառություն անել։ Եթե դու կարողանաս ընդունվել ցանկացած համալսարան, ես քեզ երաշխավորում եմ ստաժավորման տեղ։ Դու կաշխատես կես դրույքով, գործնականում կսովորես բիզնեսի կառավարում, դեռ կստանաս թոշակ, որը կօգնի վճարել քո ուսման վարձը։ Անին ապշած մնաց։ Նա նայեց մորը, քրոջն ու եղբայրներին, Նարեկին, կարծես թույլտվություն կամ հաստատում խնդրելով, որ դա իսկապես պատահում է։ Լուրջ եք ասում, վերջապես կարողացավ ասել նա։ Լիովին լուրջ, հաստատեց Վարդանը։ Դու ակնհայտորեն ունես հավակնություն խելք։ Մեղք կլինի դրան չաջակցելը։ Իսկ ես, հարցրեց Արամը, նրա ձայնի մեջ վիրավորանքի մի նշույլ կար։ Իսկ Մարիամը։ Մենք նույնպես չարչարվում ենք։ Մենք նույնպես երազանքներ ունենք։ Բայց մենք հանճար չենք, ինչպես Նարեկը, հավակնոտ չենք, ինչպես Անին։ Մենք պարզապես սովորական ենք։ Եվ մեզ համար հնարավորություն չկա։ Հարցը ռումբի պես ընկավ սենյակի մեջտեղում։ Անահիտը գունատվեց, ուզենալով միջամտել, բայց Վարդանը մեղմորեն բարձրացրեց ձեռքը, խնդրելով նրան սպասել։ Դա արդար հարց էր, ցավոտ, բայց արդար։ Եվ Վարդանը գիտեր, որ պետք է պատասխանի անկեղծությամբ։ Դու իրավացի ես, Արամ, ասաց Վարդանը, ուղիղ նայելով երիտասարդին։ Դա արդար չէ։ Այս ամենից ոչինչ արդար չէ։ Նարեկի այդ արտառոց ձիրքը ունենալը արդար չէ։ Անի այդ հավակնությունն ու խելքը ունենալը արդար չէ։ Եվ այն, որ դուք երկուստ պետք է այդքան չարչարվեք պարզապես գոյատելու համար, նույնպես արդար չէ։ Կյանքը արդար չէ, ես իմ կյանքի մեծ մասը անցկացրել եմ հավատալով, որ դա յուրաքանչյուրի անձնական խնդիրն է, լուծելու համար։ Նա դադար տվեց, խնամքով ընտրելով բառերը։ Բայց Նարեկն ինձ մի բան սովորեցրեց։ Նա սովորեցրեց, որ հնարավորություն ունենալը արժանի լինելու կամ չլինելու մասին չէ։ Դա ճիշտ ժամանակին ճիշտ տեղում լինելու մասին է, դա այն մասին է, որ լինի մեկը, ով կտեսնի քո պոտենցիալը։ Եվ դուք ունեք պոտենցիալ, բոլորդ էլ։ Մարիամ, դու ուզում ես բուժքույր դառնալ։
Ես կարող եմ օգնել վճարել տեխնիկական դասընթացների համար։ Արամ, դու սիրում ես մեքենաների հետ աշխատել։ Ես կարող եմ քեզ կապել ավելի լավ արհեստանոցների տերերի հետ, վայրեր, որտեղ դու կարող ես ավելին սովորել, ավելին վաստակել։ Ես սա չեմ անում, որովհետև դուք հատուկ եք կամ ավելին եք արժանի, քան ուրիշները։ Անում եմ, որովհետև կարող եմ, որովհետև չանելը կլիներ անիմաստ վատնում։ Բայց ինչու՞, պնդեց Արամը։ Ինչու եք մտածում մեր մասին։ Մենք ոչինչ ենք ձեզ համար։ Որովհետև դուք մի բան եք, որ ես չունեմ, պատասխանեց Վարդանը, նրա ձայնի մեջ մի խորը տխրություն կար։ Դուք ընտանիք եք։ Դուք սիրում եք իրար, աջակցում եք, մտահոգվում եք միմյանց համար։ Եվ դա իմ ունեցած ողջ հարստությունը չի կարող գնել։ Այնպես որ, այո, գուցե սա էգոիզմ է իմ կողմից։ Գուցե ես սա անում եմ, որովհետև ձեզ մոտ լինելը ստիպում է ինձ ավելի քիչ դատարկ զգալ։ Բայց նույնիսկ եթե իմ դրդապատճառները էգոիստական են, արդյունքները մի նույն է օգուտ են տալիս ձեզ։ Ուրեմն ինչու՞ չընդունել։ Հաջորդած լռությունը խիտ էր, լի խառը էմոցիաներով։ Անահիտի դեմքով լուռ արցունքներ էին հոսում։ Նրա երեխաները մշակում էին այդ խոսքերը, փորձելով հասկանալ այդ մարդուն, ով այդքան բարդ էր, այդքան հակասական։ Հարուստ, բայց միայնակ։ Հզոր, բայց խոցելի։ Դաժան, բայց նա, փաստորեն, բարության ընդունակ։ Հենց Նարեկը խզեց լռությունը։ Դուք չար մարդ չեք, պարոն, ասաց նա, ձայնը հստակ էր ու հաստատուն։ Դուք պարզապես մոռացել էիք, թե ինչպես բարի լինել։ Բայց հիմա հիշում եք։ Ես տեսնում եմ դա։ Եվ ոչինչ, որ կատարյալ չեք։ Ոչ ոք չէ։ Կարորը փորձելն է։ Վարդանը նայեց տղային, այդ 11 տարեկան երեխային, ով կարծես ավելի շատ իմաստնություն ուներ, քան մեծահասակների մեծ մասը, զգաց, թե ինչպես է իր ներսում ինչ-որ բան կոտրվում։ Դա վատ կոտրվածք չէր։ Դա նման էր այն պահին, երբ ամբարտակը փլվում է, ազատ արձակելով ջրերը, որոնք չափազանց երկար ժամանակ փակված էին մնացել։ Նա լաց չեղավ, բայց շատ մոտ էր դրան, ավելի մոտ, քան եղել էր տասնամյակների ընթացքում։ Ընթրիքը շարունակվեց, բայց մթնոլորտը փոխվել էր։ Պաշտպանական պատերը փլվել էին, դիմակները հանվել էին։ Նրանք ժամերով զրուցեցին ամեն ինչի ոչնչի մասին, ծիծաղելով զվարճալի պատմությունների վրա, հուզվելով տխուր պատմություններից, կապվելով մի ձով, որը վեր էր սոցիալական դասակարգից կամ տնտեսական տարբերություններից։ Այդ գիշեր, այդ շքեղ, բայց միայնակ բնակարանում նրանք պարզապես մարդիկ էին։ Մարդկային էակներ, որոնք կիսում էին իրենց կյանքը, իրենց փորձառությունները, իրենց մարդկայնությունը։ Երբ Անահիտի ընտանիքը գնաց, արդեն կեսգիշերն անց էր։ Վարդանը կանգնած մնաց դռան մոտ, նայելով, թե ինչպես են նրանք մտնում վերելակը, ձեռքով անելով, մինչ դռները փակվեցին։ Հետո վերադարձավ ներս շուրջը նայեց։ Բնակարանը հիմա այլ էր թվում։ Ոչ պակաս շքեղ, բայց պակաս դատարկ։ Կարծես այդ ընտանիքի ներկայությունը ինչ-որ բան էր թողել իր հետից մի անտեսանելի, բայց շոշափելի բան։ Նա մոտեցավ պատուհանին, նայեց քաղաքին։ Երանը երբեք չէր քնում, միշտ կային լույսեր, շարժում, կյանք, որը բաբախում էր ամեն անկյունում։ Եվ երկար ժամանակ անց առաջին անգամ Վարդանը զգաց, որ ինքը այդ կյանքի մի մասն է, փոխանակ պարզապես վերից այն դիտելու։ Հաջորդող օրերին Վարդանը սկսեց իրագործել իր խոստումները։ Նա ոչ միայն օգնություն առաջարկեց, այլ անձամբ հետեց յուրաքանչյուր քայլին։ Մարիամին գրանցեց բուժքույրական տեխնիկական դասընթացների քաղաքի լավագույն դպրոցներից մեկում։ Արամի համար տեղ գտավ արտասահմանյան մեքենաների մասնագիտացված արհեստանոցում, որտեղ նա կարող էր սովորել առաջադեմ տեխնիկաներ վաստակել 3 անգամ ավելի, քան նախկին աշխատավայրում։ Եվ իսկապես ստեղծեց ստաժավորման տեղը Անիի համար, երաշխավորելով, որ նա կունենա ֆինանսական մասնագիտական աջակցություն համալսարան ընդունվելիս։ Անահիտը այդ ամենին հետում էր երախտագիտության մտահոգության խառնուրդով։ Հրաշալի էր տեսնել իր երեխաներին հնարավորություններ ստանալիս, բայց նա վախենում էր, որ այդ ամենը ժամանակավոր կլինի, որ Վարդանը ի վերջո կկորցնի հետաքրքրությունը նրանց կթողնի ավելի վատ վիճակում, քան առաջ էր։ Բայց շաբաթների ընթացքում նա սկսեց հասկանալ, որ Վարդանի փոփոխությունը իրական էր։ Դա պարզապես առատաձեռնության անցողիկ պահ չէր, այլ անկեղծ վերափոխում։ Վարդանը սկսեց փոխել նա իր կյանքի այլ ասպեկտները։ Նա սկսեց այլ կերպ վերաբերվել իր աշխատակիցներին, ավելի մեծ հարգանքով ու ուշադրությամբ։
Սկսեց կասկածի տակ դնել բիզնես պրակտիկաները, որոնք նախկինում համարում էր նորմալ, բայց այժմ հասկանում էր, որ դրանք անարդար են կամ շահագործողական։ Դա կտրուկ կամ հանկարծակի փոփոխություն չէր, այլ աստիճանական, կարծես նա վերագտնում էր իր այն մասերը, որոնք վաղուց թաղել էր։ Բայց ամեն ինչ հեշտ չէր։ Դիմադրություն կար։ Ընկերության մյուս ղեկավարները չէին հասկանում փոփոխությունները կասկածի տակ էին դնում նրա որոշումները։ Ոմանք կարծում էին, թե նա թուլանում է, թե թույլ է տալիս, որ էմոցիաները խանգարեն բիզնեսին։ Ճնշում կար վերադառնալու նախկին Վարդանին, անողոք միայն շահույթի վրա կենտրոնացած։ Տնօրենների խորհրդի մի առանձնապես լարված նիստի ժամանակ անդամներից ամենահինը ուղղակիորեն առերեսվեց Վարդանին։ Դուք վտանգում եք այս ընկերության մրցունակությունը ձեր այս նոր մարդասիրական քաղաքականությամբ, ասաց մարդը, գրեթե թքելով վերջին բառի վրա։ Ընկերությունները բարեգործական հաստատություններ չեն։ Եթե շարունակեք այս ճանապարհով, մենք կպարտվենք մրցակիցներին։ Վարդանը հանգիստ նայեց նրան։ Իսկ եթե ես ասեմ, որ ինձ դա չի հետաքրքրում։ Իսկ եթե ասեմ, որ նախընտրում եմ ունենալ ավելի քիչ շահութաբեր ընկերություն, բայց որն իր աշխատակիցներին վերաբերվում է արժանապատվությամբ։ Իսկ եթե ասեմ, որ բիզնեսի նպատակը կարող է ավելին լինել, քան պարզապես փող կուտակելը։ Խորհուրդը լուռ մնաց, ցնցված։ Դա հերետիկոսություն էր կորպորատիվ աշխարհում։ Բայց Վարդանը հետ չկանգնեց։ Նա որոշում էր կայացրել։ Նա չէր պատրաստվում նահանջել։ Եվ եթե դա նշանակում էր դիմադրության հանդիպել, նույնիսկ կորցնել որոշ բիզնես գործընկերների, ուրեմն թող այդպես լինի։ Հենց այդ փոթորկալից շրջանում էր, որ Նարեկը նորից ցույց տվեց իր արժեքը։ Տղան, ով այժմ 12 տարեկան էր, ավելի մեծ տպավորություն էր թողնում դպրոցում, մշակել էր մի նախագիծ դպրոցական գիտական ցուցահանդեսի համար։ Դա կորպորատիվ միջավայրում էներգոարդյունավետության մասին ուսումնասիրություն էր, ցույց տալով, թե ինչպես փոքր փոփոխությունները կարող են զգալիորեն նվազեցնել ծախսերը, առանց վնասելու արտադրողականությանը։ Վարդանը հիացած էր նախագծով։ Նա Նարեկին խնդրեց այն ներկայացնել խորհրդին, տղան դա արեց այնպիսի հստակությամբ, պրոֆեսիոնալիզմով, որ բոլորին ապշեցրեց։ Ավելի կարևոր է, որ նախագիծը ցույց էր տալիս, որ Վարդանի իրականացրած մարդասիրական փոփոխությունները պարտադիր չէ, որ ֆինանսապես վնասակար լինեն։ Դրանք կարող էին իրականում բարձրացնել արդյունավետությունը, աշխատակիցների ոգին, երկարաժամկետ հեռանկարում բերելով ավելի լավ արդյունքների։ Դա շրջադարձային կետ էր։ Խորհուրդը դեռս դիմադրություն ուներ, բայց չէր կարող հերքել թվերը։ Եվ տեսնել 12 տարեկան մի երեխայի, ով լուծումներ էր առաջարկում, որոնք իրենց բոլոր տարիների փորձով չէին դիտարկել, նվաստացուցիչ էր, բայց նա ոգեշնչող։ Գուցե տեղ կար իրերը այլ կերպ անելու համար։ Գուցե հին մոդելը, հիմնված զուտ շահագործման առավելագույն շահույթի վրա, միակ հնարավոր ճանապարհը չէր։ Մինչդեռ դպրոցում Նարեկը առերեսվում էր իր սեփական մարտահրավերներին։ Նրա ակադեմիական հաջողությունը ուշադրություն էր գրավել, ոչ միշտ դրական։ Որոշ համադասարանցիներ նախանձում էին նրան, ուրիշները ծաղրում էին տարբերվելու համար, աղքատ ընտանիքից լինելու համար։ Կար մի առանձնապես դաժան խումբ, Գոռի գլխավորությամբ, ով մի ազդեցիկ բանկիրի որդի էր, ամեն օր հիշեցնում էր Նարեկին, որ նա այնտեղ չի պատկանում։ Էй, թոշակառու, գոռում էր Գոռը միջանցքներում, շրջապատված իր ընկերներով, ովքեր ծիծաղում էին նրա սադրանքների վրա։ Այսօր արդեն մի սանհանգույց մաքրել ես։ Թե մայրդ է դա քո փոխարեն անում։ Նարեկը սովորաբար անտեսում էր։ Նա գիտեր, որ Գոռը փորձում է արձագանք կորզել, հրաժարվում էր նրան այդ հաճույքը պատճառել։ Բայց մի օր Գոռը չափն անցավ։ Նա համացանցում գտել էր Անահիտի մի հին լուսանկար, երբ կինը մասնակցել էր տնային աշխատողների մասին մի հոդվածի։ Նա տպել էր լուսանկարը դպրոցում, պատճեններ էր տարածել, դաժան ու վիրավորական մակագրություններով։ Երբ Նարեկը տեսավ դա, նրա ներսում ինչ-որ բան փլվեց։ Խնդիրը իր մասին չէր։ Նա կարող էր հանդուրժել իր հասցեին ուղղված վիրավորանքները։ Բայց ոչ ոք իրավունք չուներ նվաստացնելու իր մորը, այն կնոջը, ով ամեն ինչ զոհաբերել էր իրեն քույրերին ու եղբորը կյանքում շանս տալու համար։ Նա Գոռին գտավ բակում, ընդմիջման ժամանակ, ընկերներով շրջապատված, ովքեր ծիծաղում էին այն դաժանության վրա, որը կարծում էին, թե ծիծաղելի է։ Հավաքիր այդ նկարները, ասաց Նարեկը, ձայնը ցածր էր, բայց հաստատուն։ Գոռը շրջվեց, զարմացած այդ համարձակությունից։ Թե չէ, ինչ ես անելու, թոշակառու։ Նարեկը կռիվների փորձ չուներ։
Նա իր ամբողջ կյանքում երբեք ոչ մեկի վրա ձեռք չէր բարձրացրել։ Բայց այդ պահին բարկությունն այնքան ուժգին էր, որ նա նույնիսկ չմտածեց։ Նետվեց գոռի վրա, ուժգին հրելով նրան։ Գոռը սայթաքեց ու ընկավ, ավելի շատ զարմացած, քան վնասված։ Նրա ընկերները հետ քաշվեցին, չկողմնորոշվելով՝ միջամտեն, թե ոչ։ Մայրս ավելի թանկ արժե, քան դու քո ամբողջ ընտանիքը միասին վերցրած, ասաց Նարեկը, ձայնը դողում էր հուզմունքից։ Նա ամեն օր աշխատում է մեզ կերակրելու համար։ Նա զոհաբերում է իր առողջությունը, իր ժամանակը, իր կյանքը, որպեսզի ես կարողանամ այստեղ լինել։ Իսկ դու երբե ինչ ես զոհաբերել որևէ մեկի համար։ Դու ինչ ես արել, բացի հորդ վաստակած փողերը ծախսելուց։ Գոռը մնաց գետնին, կարմրած ամոթից ու բարկությունից։ Մյուս աշակերտները հավաքվել էին, շրջան կազմելով, դիտելով տեսարանը։ Նարեկը դողում էր ոչ թե վախից, այլ բարկության ու տխրության մի խառնուրդից, որը չգիտեր ինչպես մշակել։ Կյանքում առաջին անգամ նա կորցրել էր վերահսկողությունը։ Եվ նրա մի մասը զղջում էր, բայց մյուս մասը, մի մաս, որին նա չէր ճանաչում, մութ բավարարվածություն էր զգում մորը պաշտպանելու համար։ Մի ուսուցիչ ընդհատեց տեսարանը, նախքան այն ավելի կսրվեր։ Երկու տղաներին էլ տարան տնօրենի մոտ։ Տնօրենը Նաիրա Մելքումյան անունով մի խիստ կին, լսեց նրանց առանձին։ Գոռը պատմեց իր տարբերակը, Նարեկին ներկայացնելով որպես ագրեսիվ բռնի։ Նարեկը պատմեց ճշմարտությունը, ցույց տալով վիրավորական լուսանկարները որպես սադրանքի ապացույց։ Տնօրենը երկար ժամանակ լուռ մնաց երկուսին լսելուց հետո։ Նա լավ գիտեր այդ դպրոցի դինամիկան, գիտեր, որ թոշակառու աշակերտները հաճախ են բախվում նախապաշարմունքների, բայց հազվադեպ էր ունենում նման հստակ ապացույցներ։ Նա զանգեց երկուսի ծնողներին, խնդրելով շտապ հանդիպում։ Վարդանը հասավ առաջինը, մտահոգված, շփոթված։ Նա դեռ լիովին չէր հասկանում իր դերը Նարեկի կյանքում։ Նա մենթոր էր։ Խնամակալ։ Գրեթե հոգեհայր։ Սահմանումը շփոթեցնող էր, բայց նա գիտեր, որ խորապես մտահոգված է տղայի բարեկեցությամբ։ Անահիտը հասավ քիչ անց, գունատված մտահոգությունից, աշխատանքից շտապ դուրս գալով զանգը ստանալուն պես։ Գոռի ծնողները վերջինը հասան թանկարժեք մեքենայով, բրենդային հագուստներով, ճառագելով այն պատահական մեծամտությունը, որը գալիս է սերունդների արտոնությունից։ Գոռի հայրը, Գագիկ Կարապետյանը, Վարդանի ծանոթն էր բիզնեսի աշխարհից։ Նրանք տարիների ընթացքում մրցել էին ընկերությունների մի քանի աճուրդներում, միշտ ունենալով ներքին թշնամանք։ Հանդիպումը լարված էր հենց սկզբից։ Գագիկը պահանջեց Նարեկի անհապաղ հեռացումը, նրան որակելով որպես բռնի վտանգավոր։ Վարդանը պատասխանեց, ցույց տալով այն լուսանկարները, որոնք Գոռը տարածել էր, բացահայտելով այն դաժանությունը, որն առաջացրել էր Նարեկի արձագանքը։ Տնօրենը փորձում էր միջնորդել, բայց իրավիճակը արագորեն դուրս էր գալիս վերահսկողությունից։ Հենց այդ պահին Անահիտը, ով մինչ այդ լուռ էր մնացել, խոսեց։ Նրա ձայնը ցածր էր, բայց այնտեղ մի արժանապատվություն կար, որը ստիպեց բոլորին լռել ու լսել։ Իմ որդին երբեք իր կյանքում ոչ մեկին չի վնասել։ Նա բարի տղա է, դաստիարակված, հարգալից։ Բայց ամեն մարդ ունի սահման։ Եվ մորը պաշտպանելը, երբ նրան հրապարակայնորեն նվաստացնում են, բռնություն չէ։ Դա սեր է։ Դա պատիվ է։ Եվ եթե դա այս դպրոցում չի գնահատվում, ուրեմն գուցե մենք իսկապես այստեղ չենք պատկանում։ Հաջորդած լռությունը բացարձակ էր։ Անահիտը խոսել էր մի այնպիսի պարզությամբ, ճշմարտացիությամբ, որը ոչ մի մշակված փաստարկ չէր կարող գերազանցել։ Տնօրենը դանդաղ գլխով արեց, ընդունելով այդ խոսքերի իմաստնությունը։ Վարդանը Անահիտին նայեց նորոգված հիացմունքով։ Եվ նույնիսկ Գագիկը մի պահ թվաց լեզուն կապ ընկած։ 3 ամիս էր անցել այն պահից, ինչ Վարդանը թողել էր իր կառուցած ընկերությունը։ Առաջին օրերը դժվար էին, լի կասկածներով, զղջման պահերով։ Նա արթնանում էր կեսգիշերին, մտածելով այն ամենի մասին, ինչ կորցրել էր, հարց տալով, թե արդյոք ճիշտ ընտրություն էր կատարել։ Բայց հետո հիշում էր Նարեկին, Անահիտին, այն ընտանիքին, որն իրեն ընդունել էր, երբ ինքն ամենաշատն ուներ դրա կարիքը, կասկածները ցրվում էին, ինչպես մշուշը առավոտյան արի տակ։ Վարդանը երկար ժամանակ անգործ չմնաց։ Իր դեռս ունեցած կարողության մի մասով նա հիմնեց մի նոր նախաձեռնություն, նոր հորիզոններ ինստիտուտը։
Դա ավանդական ընկերություն չէր, այլ մի կազմակերպություն, որը նվիրված էր անապահով համայնքների տաղանդավոր երիտասարդների հայտնաբերմանը, աջակցմանը, նրանց առաջարկելով որակյալ կրթություն, մենթորություն, աճի իրական հնարավորություններ։ Նարեկը առաջին մարդն էր, ում նա հրավիրեց լինելու ինստիտուտի խորհրդատվական խորհրդի անդամ, չնայած նրա ընդամենը 12 տարեկան հասակին։ Սկզբում խորհրդի մյուս անդամները տատանվում էին, բայց Նարեկին գործի մեջ տեսնելուց հետո հասկացան, որ տարիքը պարզապես թիվ է, երբ խոսքը վերաբերում է իմաստնությանն ու տեսլականին։ Ինստիտուտը սկսեց փոքր քայլերով, առաջին տարում ունենալով ընդամենը 10 կրթաթոշակառու։ Բայց Վարդանը վճռական էր այս անգամ ամեն ինչ այլ կերպ անելու։ Դա միայն փող տալու արդյունքների սպասելու մասին չէր լինելու։ Դա լինելու էր իրական հարաբերություններ կառուցելու, յուրաքանչյուր երիտասարդի անհատական կարիքները հասկանալու, ֆինանսականից բացի նա էմոցիոնալ աջակցություն առաջարկելու մասին։ Նա Նարեկից սովորել էր, որ առանց հնարավորության խելքը վատնում է, բայց նա սովորել էր, որ առանց իսկական աջակցության հնարավորությունը պարզապես դատարկ նվեր է։ Անահիտը դարձավ ինստիտուտի առանցքային դեմքերից մեկը։ Վարդանը նրան աշխատանքի վերցրեց որպես բարեկեցության համակարգող, պատասխանատու լինելով այն բանի համար, որ կրթաթոշակառուների ընտանիքները ստանան անհրաժեշտ աջակցություն։ Նա բոլորից լավ գիտեր այն դժվարությունները, որոնց առջ կանգնում էին աղքատ ընտանիքները, այն անհնարին ընտրությունները վարձը վճարելու կամ ուտելիք գնելու միջ, հավելյալ ժամեր աշխատելու կամ երեխաների հետ ժամանակ անցկացնելու միջ։ Նրա գործնական գիտելիքները անկեղծ կարեկցանքը նրան դարձրին ինստիտուտի հիմնասյունը։ Առաջին կրթաթոշակառուներից մեկը Պետրոսն էր, 15 տարեկան մի պատանի, ով ապրում էր Չարբախի ծայրամասում։ Պետրոսը մաթեմատիկայի արտառոց տաղանդ ուներ, բայց երկու դպրոցից հեռացվել էր վարքային խնդիրների պատճառով։ Սոցիալական ծրագրերի մեծ մասը նրան դուրս կմղեր, որակելով որպես անհույս դեպք։ Բայց Անահիտը վարքից այն կողմ տեսավ։ Նա տեսավ մի տղայի, ով հոգեկան վնասվածք էր ստացել տեսած բռնությունից, բանտում գտնվող հոր բացակայությունից, կախվածություն ունեցող մորից, ով չէր կարողանում պատշաճ հոգ տանել նրա մասին։ Անահիտը ոչ միայն Պետրոսին գրանցեց մասնավոր դպրոցում, այլ նրա ընտանիքի համար հոգեբանական աջակցություն կազմակերպեց։ Կապեց մորը կախվածությունների բուժման ծրագրերի հետ։ Օգնեց երաշխավորել, որ Պետրոսը սովորելու համար ապահով վայր ունենա, նույնիսկ եթե դա նշանակում էր վճարել մի փոքրիկ վարձով սենյակի համար, տան կործանարար միջավայրից հեռու։ Դա ծանր աշխատանք էր, էմոցիոնալ առումով հյուծող, բայց նա այնպիսի աշխատանք էր, որը իրական իմաստ էր տալիս Անահիտի կյանքին։ Նարեկը շարունակում էր սովորել այդ դպրոցում, բայց այժմ այլ հեռանկարով։ Նա իր արտոնյալ կրթությունը տեսնում էր ոչ թե որպես բնական իրավունք, այլ որպես պատասխանատվություն։ Այն յուրաքանչյուր տեղեկությունը, որը կլանում էր յուրաքանչյուր հմտությունը, որը զարգացնում էր, նա համարում էր գործիք, օգնելու ուրիշներին, ովքեր չունեին նույն հնարավորությունները։ Նա սկսեց կամավոր դասեր տալ ինստիտուտի մյուս կրթաթոշակառուներին, սովորեցնելով ոչ միայն ակադեմիական բովանդակությունը, այլ կիսվելով ուսման ռազմավարություններով, սովորելու տեխնիկաներով, կրթական համակարգում կողմնորոշվելու ձևով, որը հաճախ թվում էր նախագծված հենց իրենց նման մարդկանց դուրս մղելու համար։ 13 տարեկանում Նարեկն արդեն անցնում էր ավագ դպրոցի առարկաները, արագացված իր արագ սովորելու կարողության շնորհիվ։ Այ ուսուցիչները առաջարկել էին, որ նա դասարաններ թռչի, բայց Նարեկը մերժեց։ Նա չէր ուզում առանձնանալ միայն ակադեմիական առումով։ Նա ուզում էր ժամանակ ունենալ այլ փորձառություններ ապրելու համար, զարգացնելու էմոցիոնալ բանականությունը։ Ինտելեկտուալից բացի, լինելու ոչ միայն խելացի, այլ իմաստուն։ Արամը, մեծ եղբայրը, վերջապես իրականացրեց սեփական ավտովերանորոգման կետը բացելու երազանքը։ Դա համեստ ձեռնարկություն էր, ընդամենը մի վարձակալած տարածք Երևանում, օգտագործված սարքավորումներով, բայց դա իրենն էր։ Վարդանը առաջարկել էր ներդրում անել, բայց Արամը հպարտորեն մերժեց։ Նա ուզում էր դա անել միայնակ, իր սեփական խնայողություններով, նույնիսկ եթե դա նշանակում էր փոքրից սկսել։ Վարդանը հարգեց այդ որոշումը, բայց պնդեց լինել առաջին հաճախորդը, իր թանկարժեք մեքենան տանելով Արամի մոտ սպասարկման, նույնիսկ իմանալով, որ կարող էր գնալ մասնագիտացված սրահներ։ Մարիամը ավարտել էր բուժքույրական տեխնիկական կրթությունը, աշխատանքի էր անցել Էրեբունու պետական հիվանդանոցներից մեկում։ Աշխատանքը հյուծող էր, հիվանդները շատ, միջոցները միշտ անբավարար։ Բայց նա սիրում էր այն, ինչ անում էր, իմաստ էր տեսնում յուրաքանչյուր հերթափոխի մեջ, յուրաքանչյուր հիվանդի մեջ, ում տառապանքը կարողանում էր թեկուզ մի քիչ մեղմել։
Նա սկսեց մասնագիտանալ պալիատիվ խնամքի մեջ, ձգտելով դեպի այն բնագավառը, որտեղ քչերն էին ուզում աշխատել, բայց որն ինքը համարում էր էական։ Օգնել մարդկանց իրենց ամենախոցելի պահերին, արժանապատվություն առաջարկել, երբ կյանքը մոտենում էր ավարտին, դա դիպչում էր նրա հոգու խորքին։ Անին կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսում էր արդեն ընկերությունների կողմից առաջարկներ էր ստանում ավարտելուց հետո աշխատանքի անցնելու համար։ Բայց նա այլ ծրագրեր ուներ։ Ուզում էր աշխատել հասարակական հատվածում, կիրառել իր կառավարման գիտելիքները կազմակերպություններում, որոնք իրական սոցիալական փոփոխություն կբերեին։ Վարդանի ինստիտուտում ստաժավորումը նրա մեջ արթնացրել էր սոցիալական ձեռնարկատիրության հանդեպ գիրքը, այն գաղափարը, որ բիզնեսները կարող են լինել դրական փոփոխության գործիքներ, այլ ոչ թե միայն կապիտալի կուտակման միջոց։ Հոկտեմբերյան մի շաբաթ օր էր, Վարդանի հին կյանքից հեռանալուց գրեթե 1 տարի անց, երբ նա ինստիտուտում մի մեծ միջոցառում կազմակերպեց։ Դա կազմակերպության առաջին տարեդարձի տոնակատարությունն էր, նա հնարավորություն աջակիցներին պոտենցիալ հովանավորներին ցույց տալու այն ազդեցությունը, որն իրենք ունենում էին։ Կային կրթաթոշակառուների նախագծերի ցուցադրություններ, գեղարվեստական ելույթներ, ընտանիքների կողմից հավաքական ջանքերով պատրաստված ուտելիք։ Միջոցառումը մարդաշատ էր։ Կային հարուստ գործարարներ, որոնց Վարդանը ճանաչում էր կորպորատիվ աշխարհից, տեղական քաղաքական գործիչներ, լրագրողներ, իհարկե, կրթաթոշակառուների ընտանիքները, հպարտ տեսնելով իրենց երեխաներին ունենալիս հնարավորություններ, որոնք ընդամենը 1 տարի առաջ անհնարին էին թվում։ Վարդանը շրջում էր հյուրերի մեջ, երբ նկատեց մի ծանոթ դեմք։ Դա Գագիկ Կարապետյանն էր, Գոռի հայրը, նա, ով ամիսներ առաջ պահանջել էր Նարեկի հեռացումը։ Երկու տղամարդիկ կանգնեցին դեմ առ դեմ, նրանց միջ անհարմար լռություն տիրեց։ Գագիկ, ի՞նչն է քեզ այստեղ բերել, հարցրեց Վարդանը, անկեղծորեն զարմացած։ Գագիկը տատանվեց պատասխանելուց առաջ, տեսանելիորեն անհարմար զգալով։ Ես եկել եմ, որովհետև որդիս խնդրեց։ Նա դադար տվեց, կարծես հաջորդ խոսքերը դժվարությամբ էին դուրս գալիս։ Գոռը փոխվեց դպրոցի այդ միջադեպից հետո։ Խորհրդատվական հանդիպումները, հրապարակային ներողությունը, այդ ամենը նրա համար նվաստացուցիչ էր։ Բայց նա վերափոխող էր։ Նա սկսեց հարցականի տակ դնել բաներ, որոնք մենք մեր ընտանիքում միշտ նորմալ ենք համարել։ Սկսեց նկատել մեր ունեցած արտոնությունները, այն անարդարությունները, որոնք մենք անտեսում ենք։ Եվ նա ուզում է ինչ-որ բան անել դրա համար։ Վարդանը զարմացած էր, բայց նա հուսադրված։ Իսկ դո՞ղ։ Ինչ ես մտածում այդ մասին։ Գագիկը շուրջը նայեց, դիտելով երիտասարդ կրթաթոշակառուներին, ովքեր այդքան ոգորությամբ աչքերի փայլով ներկայացնում էին իրենց նախագծերը։ Ես մտածում եմ, որ գուցե որդիս ինձնից ավելի իմաստուն է։ Եվ գուցե դու նույնպես։ Ես ամբողջ կյանքս անցկացրել եմ հավատալով, որ հաջողությունը չափվում է նրանով, թե որքան ես կուտակում, որքան ես գերազանցում ուրիշներին։ Բայց նայելով այս ամենին, նայելով նրան, ինչ դու կառուցել ես ամեն ինչ կորցնելուց հետո, ես ինձ հարց եմ տալիս, արդյոք ես ամեն ինչ սխալ եմ հասկացել։ Ամեն ինչ չեմ կորցրել, մեղմորեն ուղղեց Վարդանը։ Ես մի բանը փոխարինեցի մյուսով։ Դատարկ իշխանությունը փոխարինեցի իրական նպատակով։ Հսկայական կարողությունը փոխարինեցի մի բանով, որը փողով հնարավոր չէ գնել, ներքին խաղաղությամբ։ Գագիկը դանդաղ գլխով արեց։ Նա մշակում էր այդ խոսքերը, առերեսվելով տարիների համոզմունքների հետ, որոնք այժմ այնքան էլ հաստատուն չէին թվում։ Կարող եմ նվիրատվություն անել ինստիտուտին, վերջապես հարցրեց նա։ Եվ գուցե, եթե դուք ընդունեք, կցանկանայի ավելի շատ ներգրավվել։ Գուցե ժամանակն է իմ միջոցներն ու կապերը օգտագործել մի բանի համար, որն իսկապես նշանակություն ունի։ Վարդանը ժպտաց ձեռքը մեկնեց։ Պատիվ կլինի ձեզ մեզ հետ ունենալը։ Մինչդեռ դահլիճի մյուս կողմում Նարեկը իր վերջին նախագիծն էր ցույց տալիս հետաքրքրված ներդրողների մի խմբի։ Դա կրթական հավելված էր, որը նա մշակել էր կամավոր ծրագրավորողների օգնությամբ, նախագծված մաթեմատիկայի ուսուցումը հանրակրթական դպրոցների երեխաների համար ավելի հասանելի գրավիչ դարձնելու համար։ Հավելվածը անվճար էր, պահպանվող նվիրատվությունների հովանավորությունների հաշվին, արդեն փորձարկվում էր քաղաքի 50 դպրոցներում։ Ներդրողներից մեկը, Կարեն Մանուկյան անունով մի միջին տարիքի տղամարդ, առանձնապես տպավորված էր։ Քանի տարեկան ես, տղա։ 13, պարոն, պատասխանեց Նարեկը։ 13։ Եվ դու սա միայնակ ես մշակել։ Ոչ միայնակ, ուղղեց Նարեկը։
Ինձ օգնել են բազմաթիվ կամավոր ծրագրավորողներ, ուսուցիչներ, ովքեր փորձարկել են հավելվածը իրենց դասարաններում, աշակերտներ, ովքեր կարծիք են հայտնել այն մասին, թե ինչն է աշխատում, ինչը ոչ։ Իրական արժեք ունեցող ոչ մի բան միայնակ չի արվում։ Դա միշտ հավաքական ջանք է։ Կարենը նայեց Վարդանին, ով հեռվից դիտում էր տեսարանը։ Այս տղան արտառոց է։ Դուք պետք է որ շատ հպարտ լինեք։ Նա իմ որդին չէ, պարզաբանեց Վարդանը։ Բայց այո, ես անչափ հպարտ եմ։ Նա ինձ ավելի շատ բան է սովորեցրել առաջնորդության արժեքների մասին վերջին ամիսներին, քան ես սովորել եմ տասնամյակների ընթացքում կորպորատիվ աշխարհում։ Ինչպես նա դա արեց, հարցրեց Կարենը, անկեղծ հետաքրքրությամբ։ Վարդանը մի պահ մտածեց պատասխանելուց առաջ։ Լինելով անկեղծորեն այնպիսին, ինչպիսին կա։ Առանց ձականության, առանց մեծամտության, պարզապես անկեղծ հետաքրքրություն աշխարհի հանդեպ, անկեղծ ցանկություն, փոփոխություն բերելու։ Եվ ինձ օրինակով ցույց տալով, որ իրական հաջողությունը ոչ մի կապ չունի նրա հետ, թե որքան ունես, այլ նրա հետ, թե որքան ես ներդնում։ Երեկոն առաջացավ ելույթներով, հուզիչ պատմություններով, ոգեշնչող դրվագներով։ Բայց ամենաազդեցիկ պահը եղավ այն ժամանակ, երբ Անահիտը բարձրացավ բեմ խոսելու համար։ Նա երբեք հրապարակավ չէր խոսել, երբեք իրեն չէր տեսել որպես մեկը, ում արժե լսել։ Բայց Վարդանը պնդել էր, ասելով, որ նրա ձայնը ամենակարևորն է այնտեղ, որովհետև նա բոլորից լավ գիտեր այն պայքարը, որի միջով անցնում էին այդ ընտանիքները։ Անահիտը նյարդայնացած էր, ձեռքերը թեթակի դողում էին, մինչ բռնել էր բարձրախոսը։ Բայց երբ սկսեց խոսել, նրա ձայնը հստակ էր ու հաստատուն, կրելով տարիների ապրած փորձի, արված զոհողությունների, գրեթե կորսված հետո վերագտնված հույսերի ծանրությունը։ Ես 20 տարի սանհանգույցներ եմ մաքրել, սկսեց նա։ Օրական 18 ժամ աշխատել եմ, որպեսզի երեխաներս կարողանան ուտել, որպեսզի գլխավերում տանիք ունենան։ Եվ այդ ամբողջ ընթացքում ես անտեսանելի էի։ Մարդիկ նայում էին իմ միջով, կարծես ես գոյություն չունեի։ Ես պարզապես մաքրուհի էի, սպասուհի, մեկը, ով արժանի չէր տեսնվելու կամ լսվելու։ Նա դադար տվեց, նայելով լսարանին։ Բայց մի օր իմ կրտսեր որդին հնարավորություն ունեցավ ցույց տալու իր խելքը այն մարդուն, ում մոտ ես աշխատում էի։ Եվ այդ պահը ամեն ինչ փոխեց։ Ոչ միայն ինձ կամ իմ ընտանիքի համար, այլ նրա համար։ Որովհետև նա հասկացավ մի բան, որը մենք բոլորս պետք է հասկանանք։ Որ մարդու արժեքը չի չափվում նրա բանկային հաշվով կամ սոցիալական կարգավիճակով։ Այն չափվում է նրա մարդկայնությամբ, նրա հոգատարությամբ, ուրիշների կյանքում փոփոխություն բերելու կարողությամբ։ Դահլիճում մարդիկ բացարձակ լուռ էին, կլանված յուրաքանչյուր բառով։ Անահիտը շարունակեց. Այս ինստիտուտը միայն կրթաթոշակներ կամ կրթական հնարավորություններ տալու մասին չէ։ Այն մարդկանց տեսնելու մասին է։ Այն մասին է, որ ճանաչենք, որ յուրաքանչյուր աղքատ թաղամասում, յուրաքանչյուր համայնքում կան արտառոց տաղանդներ, որոնք սպասում են պարզապես փայլելու շանսին։ Այն մասին է, որ հասկանանք, երբ օգնում ես մի ընտանիքի դուրս գալ աղքատությունից, դու բարեգործություն չես անում։ Դու ուղղում ես մի անարդարություն, դու վերադարձնում ես արժանապատվությունը, որը երբեք չպետք է խլված լիներ առաջին հերթին։ Նա մատնացույց արեց իր երեխաներին, ովքեր առաջին շարքում էին, բոլորի աչքերը փայլում էին հուզմունքից։ Իմ երեխաները իմ ամենամեծ ձեռքբերումն են։ Ոչ թե այն պատճառով, որ նրանք կատարյալ են կամ արտառոց, այլ այն պատճառով, որ ես կարողացա նրանց դաստիարակել որպես բարի մարդիկ, մարդիկ, ովքեր հոգ են տանում, մարդիկ, ովքեր կօգտագործեն իրենց հնարավորությունները ոչ միայն իրենց համար, այլ օգնելու ուրիշներին, ովքեր դեռ պայքարում են։ Եվ եթե ես առանց պաշտոնական կրթության, առանց միջոցների մի կին կարողացա դա անել, պատկերացրեք, ինչ է հնարավոր, երբ ավելի շատ մարդկանց տալիս ենք անհրաժեշտ գործիքներն ու աջակցությունը։ Երբ Անահիտը վերջացրեց խոսքը, տիրեց բացարձակ լռության մի պահ։ Հետո դահլիճը պայթեց ծափահարություններից։ Դա կորպորատիվ միջոցառումների այն քաղաքավարի ծափը չէր։ Դա անկեղծ էր, հուզիչ, գալիս էր ճանաչման հիացմունքի խորը տեղից։ Շատերը բացահայտ լաց էին լինում, հուզված այդ պարզ անկեղծությունից, այդ իմաստնությունից, որը չէր գալիս գրքերից կամ դիպլոմներից, այլ կյանքից, իր ամենապարզ ու իսկական ձով։ Վարդանը նրանց թվում էր, ովքեր լաց էին լինում։ Նա բեմում նայում էր Անահիտին, այն կնոջը, ում ինքն անտեսել էր 12 տարի, հասկանում էր այդ ամբողջ իրավիճակի դաժան հեգնանքը։ Նա տասնամյակներ էր ծախսել գիտելիք, տիտղոսներ, հաջողություն կուտակելու վրա, կարծելով, թե դա իրեն գերազանց է դարձնում։
Բայց ահա Անահիտը, իր կիսատ թողած կրթությամբ, իր զոհողությունների կյանքով, դրսորում էր մի իմաստնություն, որն ինքը նոր էր սկսում ըմբռնել։ Միջոցառումից հետո, երբ հյուրերի մեծ մասն արդեն գնացել էր, միայն Անահիտի ընտանիքն ու մի քանի կամավորներ էին մնացել մաքրելուն օգնելու համար, Վարդանը մոտեցավ Նարեկին։ Տղան աթոռներն էր դասավորում, դեմքը դեռ կարմրած էր օրվա հուզմունքից։ «Նարեկ, ես պետք է քեզ շնորհակալություն հայտնեմ», ասաց Վարդանը։ Նարեկը նայեց նրան, շփոթված։ «Ինձ ինչի՞ համար շնորհակալություն հայտնել։ Ինձ սովորեցնելու համար այն, ինչն իսկապես կարևոր է։ Ինձ ցույց տալու համար, որ խելքը առանց կարեկցանքի անօգուտ է։ Ինձ օգնելու համար գտնել իրական նպատակ»։ Վարդանը դադար տվեց, խնամքով ընտրելով խոսքերը։ «Երբ քեզ հանդիպեցի, ես մի ձեի փնտրում ինձ ապացուցելու համար, որ դեռ գերազանց եմ, որ իմ հարստությունն ու հաջողությունը իրական նշանակություն ունեն։ Բայց դու ինձ շատ ավելի կարևոր բան ցույց տվեցիր։ Ցույց տվեցիր, որ մեծագույն հաջողությունը ոչ թե այն է, թե որքան ես կուտակում, այլ այն, թե որքան ես կարողանում բարձրացնել ուրիշներին։ Եվ դա փոխեց իմ կյանքը մի ձով, որը ես երբեք չեմ կարողանա պատշաճ կերպով փոխհատուցել»։ Նարեկը ժպտաց։ «Դուք արդեն փոխհատուցում եք։ Ամեն օր յուրաքանչյուր կրթաթոշակառուի հետ, ում օգնում եք, յուրաքանչյուր ընտանիքի հետ, ում աջակցում եք։ Եվ գիտեք ինչն է ամենահրաշալին։ Դուք դա չեք անում ձեզ լավ զգալու կամ ինչ-որ բան ապացուցելու համար։ Դուք անում եք, որովհետև հիմա անկեղծորեն հոգ եք տանում։ Եվ հենց դա է ամբողջ տարբերությունը»։ Վարդանը գրկեց Նարեկին մի երկար գրկախառնություն, որն արտահայտում էր տարիների կուտակված երախտագիտությունը։ Երբ բաժանվեցին, երկուսի աչքերում էլ արցունքներ կային, բայց դրանք ուրախության իրագործման այն խորը ըմբռնման արցունքներն էին, որ գտել էին մի հազվագյուտ արժեքավոր բան, մի իրական կապ, որը վեր էր բոլոր սոցիալական տնտեսական պատնեշներից։ Հաջորդող ամիսները ինստիտուտի համար ավելի մեծ աճ բերեցին։ Գագիկ Կարապետյանը ոչ միայն զգալի նվիրատվություն արեց, այլ դարձավ կազմակերպության գլխավոր ջատագովներից մեկը, օգտագործելով իր կապերը գործի համար այլ հարուստ գործարարների ներգրավելու համար։ Գոռը, նրա որդին, սկսեց կամավորական աշխատանք անել ինստիտուտում, օգնելով դասապատրաստման հարցում, փորձելով մասամբ քավել անցյալի սխալները։ Պետրոսը, այն խնդրահարույց պատանին, ում Անահիտը ընդունել էր, ծաղկում էր։ Նրա մայրը ավարտել էր բուժումը արդեն 6 ամիս էր, ինչը մաքուր էր, աշխատելով կայուն աշխատանքում։ Պետրոսը իր դասարանի լավագույն հնգյակում էր հաղթել էր մաթեմատիկայի հանրապետական օլիմպիադայում։ Ավելի կարևոր է, որ նա գտել էր էմոցիոնալ կայունություն, պատկանելիության զգացում, որը նախկինում երբեք չէր ունեցել։ Նա հաճախ էր խոսում այն մասին, թե ինչպես է ուզում մի օր ուսուցիչ դառնալ, օգնելու իր նման այլ երիտասարդների բացահայտել իրենց պոտենցիալը։ Ինստիտուտը շարունակեց աճել։ Երկրորդ տարում արդեն ուներ 30 կրթաթոշակառու։ Երրորդում 50։ Յուրաքանչյուրը իր յուրահատուկ պատմությամբ, իր մասնավոր մարտահրավերներով, իր տաղանդներով, սպասելով զարգացման։ Եվ յուրաքանչյուրը ստանալով ոչ միայն ֆինանսական աջակցություն, այլ էմոցիոնալ, ընտանեկան, ամբողջական հոգացություն։ Որովհետև Վարդանը սովորել էր, որ հնարավորությունը առանց աջակցության անբավարար է, որ պետք է հոգ տանել ամբողջ մարդու մասին, ոչ միայն ուսանողի։ Նարեկը, այժմ 15 տարեկան, ավարտում էր ավագ դպրոցը նախատեսվածից 1 տարի շուտ։ Հայաստանի արտասահմանի համալսարանները արդեն կապ էին հաստատում նրա հետ, առաջարկելով լիարժեք կրթաթոշակներ, փորձելով գրավել նրան։ Բայց Նարեկը չէր շտապում։ Նա գիտեր, որ ակադեմիական հաջողությունը կարևոր է, բայց դա ամեն ինչ չէ։ Նա ուզում էր շարունակել աշխատել ինստիտուտում, ուզում էր տեսնել ավելի շատ երիտասարդների, ունենալով այն հնարավորությունները, որոնք ինքն ունեցավ, ուզում էր լինել այն դաժան անհավասարության լուծման մի մասը, որը բնորոշում էր երկիրը։ Մարտյան մի առավոտ, այդ առաջին վերափոխող հանդիպումից գրեթե 2 տարի անց, Վարդանն ու Նարեկը նստած էին հին գրասենյակում, Հյուսիսային պողոտայի այդ 42-րդ հարկում։ Սենյակը այժմ պատկանում էր ինստիտուտին, որը գնել էր տարածքը նվիրատվությունների հովանավորների ներդրումների շնորհիվ։ Սմարմարե պատերը դեռ այնտեղ էին, բայց այժմ ծածկված էին կրթաթոշակառուների նկարներով, նախագծերով։ Ընկուզենու հսկայական սեղանը փոխարինվել էր մի քանի փոքր սեղաններով, որտեղ երիտասարդները աշխատում էին իրենց ուսումնասիրությունների վրա։ Վարդանը նայում էր պատուհանից, այն տեսարանին, որը նախկինում խորհրդանշում էր իր իշխանությունն ու մեկուսացումը։ Բայց հիմա նա այլ բան էր տեսնում։
Տեսնում էր հնարավորություններ, պոտենցիալներ, կյանքեր, որոնք կարող էին վերափոխվել։ Տեսնում էր ոչ թե հարուստների աղքատների բաժանված քաղաք, այլ մարդկային էակների մի համայնք, որոնք կիսում էին նույն տարածքը, արժանի լինելով նույն հնարավորություններին։ Դուք ինչ-որ բանի համար զղջո՞ւմ եք, հարցրեց Նարեկը, ով նրա կողքին էր, նույնպես նայելով քաղաքին։ Վարդանը երկար մտածեց։ Շատ բանի համար։ Այն տարիների համար, որոնք վատնեցի դաժան էգոիստ լինելով։ Այն մարդկանց համար, ում ցավեցրի ճանապարհին։ Այն կորսված ժամանակի համար, երբ կուտակում էի բաներ, որոնք նշանակություն չունեն։ Նա շրջվեց դեպի Նարեկը։ Բայց չեմ զղջում քեզ ճանաչելու համար։ Չեմ զղջում վերափոխման այս ճանապարհը ընդունելու համար, նույնիսկ եթե այն երբեմն այդքան ցավոտ էր։ Որովհետև հիմա ես գիտեմ, թե ինչ է նշանակում ապրել իրական նպատակով։ Եվ դա մի զգացողություն է, որը ոչ մի կարողություն չի կարող գնել։ Նարեկը գլխով արեց։ Մայրս միշտ ասում էր, որ մեծագույն հարստությունը սրտի խաղաղություն ունենալն է։ Կարծում եմ, հիմա դուք հասկանում եք, թե նա ինչ նկատի ուներ։ Վարդանը ժպտաց։ Ավելին, քան հասկանում եմ։ Ես դրանով ապրում եմ ամեն օր։ Եվ այդ ամենը քո, նրա, ձեր ընտանիքի շնորհիվ է։ Դուք ինձ փրկեցիք դատարկ կյանքից, նույնիսկ առանց գիտակցելու։ Ինձ ցույց տվեցիք, որ երբեք ուշ չէ փոխվելու համար, ավելի լավը լինելու ընտրություն կատարելու համար, նյութական հաջողությունից այն կողմ իմաստ գտնելու համար։ Նրանք այնտեղ մնացին մի քանի րոպե, հանգիստ լռության մեջ, դիտելով, թե ինչպես է քաղաքը արթնանում մեկ օրվա համար։ Ներքում միլիոնավոր մարդիկ սկսում էին իրենց առօրյան, յուրաքանչյուրը գրելով իր սեփական բեռը, իր սեփական երազանքները։ Եվ այնտեղ, այդ գրասենյակում, որը նախկինում այդքան սխալ բաներ էր խորհրդանշում, այժմ գործում էր մի նախագիծ, որը քար առ քար կառուցում էր ճիշտը։ Դա բոլոր խնդիրների մոգական լուծումը չէր, բոլոր անարդարությունների դարմանը չէր։ Բայց դա սկիզբ էր։ Դա ապացույց էր, որ իրական փոփոխությունը հնարավոր էր, որ մարդիկ կարող էին ընտրել ավելի լավը լինել, որ աշխարհը կարող էր դանդաղ, բայց հաստատուն կերպով դառնալ ավելի արդար վայր։ Եվ այդ ամենը սկսվել էր մի անհավանական հանդիպումից, մի փայլուն տղայի մի մոլորված մարդու միջ, մեկի, ով ամեն ինչ ուներ, մեկի, ով ոչինչ չուներ, երկու աշխարհների միջ, որոնք երբեք չպետք է խաչվեին, բայց խաչվելով, ստեղծել էին մի գեղեցիկ վերափոխող բան։ Ապացուցեցին, որ իսկական հարստությունը ոչ թե մեր կուտակածի մեջ է, այլ մեր կիսածի։ Որ իրական իշխանությունը ոչ թե ուրիշներին տիրելու մեջ է, այլ նրանց բարձրացնելու։ Եվ որ իրական հաջողությունը չի չափվում նրանով, ինչ մենք նվաճում ենք մեզ համար, այլ հույսի հնարավորության այն ժառանգությամբ, որը թողնում ենք նրանց համար, ովքեր գալիս են մեզնից հետո։